Աշունն առաջին ալիքում տարվա ամենասպասված ու սիրելի եղանակն է։ Մեկնարկում է նոր եթերաշրջանը, որն ինքնին իրադարձություն է, բայց կա ավելի կարևորը։ Ամեն տարի նոյեմբերի 29-ին մենք նշում ենք առաջին ալիքի հիմնադրման հերթական տարեդարձը։ Ոչ, ձեր հեռախոսի օրացույցը ձեզ չի խաբում։ Այսօր հենց նոյեմբերի 29-ն է ու այսօր դուք ոչ միայն դիտում եք երկու աստղի տոնական թողարկումը, այլ նաև մեր մեծ ընտանիքի տարեդարձի ամենակարևոր հյուրն է, քանի որ չկա հեռուստատեսություն առանց հեռուստադիտողի։ Բարի երեկո, առաջին ալիքը եւ BBC ընկերությունը ներկայացնում են երկու աստղ միջազգային երաժշտական նախագիծը։ Շնորհավորում եմ բոլորիս առաջին ալիքի տարեդարձի կապակցությամբ եւ ուզում եմ միանգամից ասել, որ այսօրվա երգերն ուղիղ կապ ունեն առաջին ալիքի պատմության հետ։ Դուք սիրում եք այդ երգերը, վստահ եմ շատերն անգամ այդ երգերի հետ կապված հիշողություններ ունեն, ոմանք երգերի տակ ունեցել իրենց առաջին համբույրը, ոմանք հնարավոր է ստացել են առաջին ապտակը, ոմանք ծնկի են եկել, արել առաջարկություն եւ կազմել երջանիկ ընտանիք, ոմանք էլ ծնկի են եկել, արել առաջարկություն եւ ստացել առաջին ապտակը։ Հիշողությունները տարբեր են լինում։ Բարի գալուստ մեր տոնական եթեր։ Մենք սկսում ենք։ Շտապում ենք ողջունել մեր շատ սիրելի ժյուրիի անդամներին, ջերմ ծափարությունների ներքո եւ այսպես։ Այս երաժիշտ պրոդյուսեր հումորիստը առաջին ալիքի երաժշտական պատմության մեջ արդեն մեծ ներդրում ունի։ Սկսած երգերկոցում Լուսին երգի լեգենդար կատարումից ծափարություններ, մինչև Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակների համար գրված մի շարք երգեր։ Գարիկ Պապոյան։ Ողջույն։ Պրոդյուսեր, որը ստեղծեց նորանկախ Հայաստանի հանրային հեռուստաընկերության երաժշտական նախագծերի դիմագիծը, Ռուբիկոնից մինչև երկու աստղ եւ նորալիք, ռեժիսոր, որը նկարել է հայկական տեսահոլովակների եւ առաջինով ցուցադրված հեռուստաֆիլմերի երևի թե կեսից ավելին, մշակույթի վաստակավոր գործիչ Հրաշք Քեշիշյան։ Արտիստ, որը կարևոր չէ, խաղում է, երգում է, պարում է, թե հանդես է գալիս ժյուրիի դերում։ Նրա ներկայությունը միշտ իրադարձություն է։ Լուիզա Ներսիսյան։ Այսօրվա հրավիրյալ ժյուրին թերև երաժիշտ չէ, բայց հեղինակային իր հաղորդումներում առիթը բաց չի թողնում հայկական երաժշտության արժանավորներին մեծարելու համար։ Երկու աստղում էլ նորեկ չէ, վստահ եմ շատերը լավ են հիշում նրա եւ Արամեի դուետը։ Հեռուստահաղորդավար, առաջին ալիքի մեդիա ակադեմիա հիմնադրամի գործադիր տնօրեն Հրաչուհի Ութմազյան։ Հարգարժան սիրելի ժյուրի անդամներ, շնորհավորում եմ ձեզ այս տոնական օրվա կապակցությամբ եւ առաջին հենց միանգամից ուղիղ հարցը. ինչ նվերներ եք բերել հանրային հեռուստաընկերությանը։ Գարիկ, լավներ չէ։ Ես շատ թանկ նվեր եմ այսօր բերել ու ոչ թե թանկ իր գնի առումով, այլ իր արժեքի թե իմ, թե քո, որի մասին դու չգիտես, Արամ, բայց ես սիրով, դու նույնիսկ երևի չգիտեր, որ այդ իրը գոյություն ունի իմ կյանքում։ Ինչ հետաքրքրություն ես մտցրել, մի վայրկյան։ Բայց դու հաստատ իսկապես մի թեթև կփշաքաղվես, մի քիչ էլ կներվես, ինչի առանց քեզ հարցնելու առասարակ դա կա։ Լարվեցի նույնիսկ մի փոքր, բայց հլը 2017 թվականի հոկտեմբերի 17-ին, եթե չեմ սխալվում, առաջին անգամ հեռարձակվեց հանրային հեռուստաընկերությունով իմ ու Արամի համար շատ կարևոր մի հաղորդում, որը կոչվում էր Լավ երեկո, եւ Լավ երեկոյում միշտ սեղանի վրա դրված էր տարբեր բաժակներ, որոնց վրա հյուրերը ստորագրում էին, որտեղ իրենց պատկերներով էր, բայց եղել է ընդամենը մեկ բաժակ, որ չի ունեցել հյուրի պատկեր, եւ դա եղել է Լավ երեկոյի ամենաառաջին հաղորդման սեղանին դրված ամենաառաջին բաժակը, որը ես տարել եմ տուն։ Ճիշտ է, որան գրիչով գրված է, չէ՞։ Այո, որի վրա գրված է Լավ երեկո, եւ այսօր ուզում եմ նվիրել հանրային հեռուստաընկերությանը, որպես մի հեռուստաընկերություն, ով իր պատմության գրքի մեջ թույլ տվեց, որ մենք այդ էջի վրա ունենանք մեր պատմությունը։ Շնորհակալություն։ Շատ ռոմանտիկ է, շնորհակալություն, ապրես։ Եվ մեկ բան եմ ուզում ավելացնել, ես կուզեմ, որպեսզի հանրային հեռուստաընկերությունը իմանա, որ այս բաժակը, որ նվիրում եմ իրան, մեր տանն է լինելու։ Շնորհակալություն Գարիկ, շնորհակալություն նվերի համար։ Հրաշք Քեշիշյան, խնդրեմ։
շնորհավորում եմ ընդհանրապես հայկական հեռուստատեսության ստեղծման տարեդարձը, որովհետև հանրային հեռուստատեսությունը ի վերջո դա այն հիմնակարային կետն է, որից ընդհանրապես ճյուղավորվել է հայկական հեռուստատեսությունը եւ շնորհավոր բոլոր իմ գործընկերներին, իմ գոլեգաներին, բոլոր հեռուստաընկերություններում աշխատող մասնագետներին, հեռուստամարդկանց այս գեղեցիկ օրվա առիթը, որովհետև իրականում այն մարդը ոտք է դնում մեկ անգամ հեռուստատեսություն, այդտեղից ոնց որ չի ուզում դուրս գա։ Իմ նվերը շատ էլի սիմվոլիկ նվեր է, սա դատարկ ու նոր շրխկան է, որը խորհրդանշում է նոր նախագծերի եւ նոր ֆիլմերի արտադրություն եւ հույս ունեմ, որ հանրայինը շարունակելու է ցույց տալ, որ հեռուստատեսությունը մեծ ուժ է եւ կան բաներ, որ առանց հեռուստատեսային մտածողության եւ առանց հեռուստատեսային ներուժի անհնար է անել որևէ այլ հարթակում։ Այնպես որ կեցե հեռուստատեսությունը։ Կեցե հեռուստատեսությունը, շնորհակալություն պարոն Քեշիշյան։ Լուիզա, մենք սպասում ենք ձեր նվերին։ Այո, ի հակառակ Գարիկի ինքը գնաց անցյալ, ես ուզում եմ գնալ դեպի ապագա։ Եվ նվերը տալ վաղը։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր օրը մենք կերտում ենք մեր վաղվա օրը եւ հենց այս պահը մնալու է պատմության գրքում։ Եվ կարծում եմ, որ շատ ճիշտ կլինի, որ իմ նվերը ուղղված լինի հենց այս նախագծին։ Ահա, խնդրեմ։ Գնդի տեսքով, որը խորհրդանշում է, որ մարդիկ եթե հավաքվում են մի գաղափարի շուրջ, իրանք կարող են լինել ողջ աշխարհ։ Այստեղ կա Գարիկ, Հրաչ եւ Լուիզա անունները, երկու աստղ 2025, հիմա է ձեզ թվում շատ թարմ, բայց կանցնեն տարիներ եւ սա կդառնա շատ թանկ հուշ մեր բոլորի համար։ Ինձ թվում է ամբողջական լինելու համար իմ անունն էլ պետք է երևի թե գրվի այդ մոլորակի վրա։ Դա շատ հեշտ է անել, որովհետեւ ուղղակի պետք է գրիչ։ Մեկ էլ կտա ստանեմ տուն, հա։ Չէ։ Սա թող գնա առաջին ալիքի թանգարան։ Պաստորն առաջին ալիքի թանգարանը Գարիկեն ստաննա։ Այ հենց հիմա կերտվում է պատմություն, հասկանում եք այստեղ։ Դուք կերտեցիք։ Քանի Լուիզան կերտում եք, արա մի բան ասեմ։ Հանրային հեռուստաընկերությունից մի քանի տարի հետո այս նույն օրը ծնվեց իմ մայրիկը։ Շնորհավորում ենք։ Եվ մայրիկից ծնվելուց տարիներ անց այս նույն օրը ծնվեց իմ հարազատ քույրիկը։ Այնպես որ այսօր հենց հիմա մեր տունը փարթի է, տիրում ընկերներ։ Եվ ես Միանում ենք բոլոր շնորհավորանքներին։ Կարող եք շնորհավորել եւ շնորհավորանքները կփոխանցեմ նրանք շատ կջերմանան։ Առողջություն, լիքը։ Եվ այս բոլոր նվերները կտանեմ իրանց։ Դատարկ ձեռները որ չգնան։ Ես այն էլ տամ դա։ Հրաչ Յութմազյան, խնդրեմ, մենք սպասում ենք ձեր նվերին։ Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս, ինձ մոտ մի տեսակ շատ դեժավուի զգացողություն կա, որովհետև երկու աստղը իսկապես շատ հարազատ մի վայր է ինձ համար։ Ես ուզում եմ, որ այս պահին մենք ծափահարենք բոլոր այն մարդկանց, ովքեր տարիներ առաջ մեզ նվիրել են երկու աստղի տոնը եւ այն մարդկանց, ովքեր նվիրում են այն մեզ այսօր, պարոն Քեշիշյանի գլխավորությամբ, որովհետև մենք տեսնում ենք ուղղակի շատ շքեղ համարներ, բայց չենք տեսնում այն աշխատանքը, որը արվում է հետնաբեմում։ Ծափահարենք բոլոր այդ մարդկանց։ Դե ես էլ այդքան օրիգինալ չեմ գտնվել եւ բերել եմ մեզ Տորտ։ Այս մատ փչենք կտանես էլի։ Տորտ։ Տարեդարձ է այսօր, տարեդարձ է այսօր, տարեդարձ է, տարեդարձ է։ Հանրային հեռուստաընկերության ծնունդը Ռուզանա շնորհավոր։ Ես էլ փչեմ։ Շնորհակալություն հարգելի ժյուրի, շնորհակալություն նվերների համար, իսկ այժմ ժամանակն է միանանք կանաչ սենյակ, ուր առավոտից կազմը պատրաստ նստած են մեր գործընկերները Անի Արզումանյանը եւ մեր զույգերը սպասում են, թե երբ կվերջանա մեր դիալոգը, որպեսզի նրանք էլ մտնեն եթեր։ Արի ջան, դուք եթերում եք, խնդրեմ։ Բարի երեկո, Արամ, սիրելի ժյուրի, հանդիսատես եւ հեռուստադիտող։ Այո, ես առավոտից այստեղ եմ, քանի որ այսօր հատուկ թողարկում է։ Առաջին ալիքը արդեն 69 տարեկան է։ Իսկ ինձ համար սա առաջին եթերաշրջանն է որպես հաղորդավարուհի։ Ես նույնպես ցանկանում եմ շնորհավորել առաջին ալիքի տարեդարձը եւ մեր սիրելի արտիստներին հարցնել. արդյոք բարձր է ձեր տրամադրությունը եւ տոնական։
Ժամանակակից հեռուստատեսությունը դժվար է պատկերացնել առանց հեռուստասերիալների։ Առաջինի եթերում հայտնված հեռուստասերիալները հեռուստադիտողին նվիրում են նաև որպես կանոն կարճ ժամանակում հիթ դարձող երգեր եւ մեղեդիներ։ Օպերացիա մեծապատիվ մուրացկանների սաունդթրեքը նոր երգ չէ, սակայն իմ բազմատաղանդ գործընկեր Արամի կատարմամբ այն նորից հայտնվեց ուշադրության կենտրոնում։ Գալիս է երգի իրենց տարբերակով, երկու աստղի բեմում են Սոֆի Դևոյանը եւ Զարուհի Բաբայանը։ Ռոք, ինչպես անցած։ Իրականում ես ահավոր լարված էի, որովհետև շատ բարդ երգ էինք ընտրել։ Ռոքը ավելի շատ էմոցիա, ավելի շատ բողոք, ավելի շատ էներգիա պահանջում։ Ու եթե հանկարծ բեմում էլ ինչ-որ մի բան քեզ մի քիչ, չգիտեմ, խանգարող հանգամանք ա լինում, այդ ժամանակ իհարկե լարվածությունը կրկնապատկվում է, Բայց ոնց որ թե կարողացել ենք տակից դուրս գալ։ Այսօրվա եթերը կարծում եմ լինելու է շատ տոնական եւ շատ բարձր տրամադրությամբ, որովհետեւ օրը պատահական չէ ընտրված եւ այս օրը հիմնադրվել է հեռուստատեսությունը մեզ մոտ Հայաստանում։ Այդ երգը լսելիս ես կարծում եմ եւ ինձ մոտ, եւ Սովկայի մոտ, եւ շատերի մոտ միանգամից հիշողություններում գալիս են հեռավոր 70-ականները։ Գալիս դու ինձ մոտ, իմ կյանքի արախով։ Շատ սիրված ջազ օրկեստր, շատ սիրված արտիստներ, երգիչներ Գալիս են մեզ մոտ, մայիս են արևոտ։ Դու քայլում ես ու նայում, ինձ ես այրում ունքերիդ խաղով, ասաում ես երազում, ես կանչում ծիծաղով։ Երբ նայում ես, հմայում ես հայացքով, լուսաբաց ես գարնան լուսաբաց, ես ապրում եմ քո կարոտով, քո լույսով, քո աչքերով եմ գերված։ Գալիս ես դու ինձ մոտ, մայիս ես արևոտ, գալիս ես դու ինձ մոտ, իմ կյանքի արևոտ։ Ու գերում ես հայացքով, քո աչքերում արևն է շողում, ինձ նայում ես ու շոյում ես հայացքով, աղբյուրի պես ծիծաղում։ Ես չգիտեմ թե որտեղից դու եկար, գարնան կանաչ ծիծեռնակի պես, չկայր իմ սրտի մեջ, սեր չկար, հիմա սիրոցով եմ ես։ Գալիս ես դու ինձ մոտ, մայիս ես արևոտ, գալիս ես դու ինձ մոտ, իմ կյանքի արևոտ, գալիս ես դու ինձ մոտ, մայիս ես արևոտ, գալիս ես դու ինձ մոտ, իմ կյանքի արևոտ։ Գալիս ես դու ինձ մոտ, մայիս ես արևոտ, գալիս ես դու ինձ մոտ, իմ կյանքի արևոտ, գալիս ես դու ինձ մոտ, մայիս ես արևոտ, գալիս
ես գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի արավոտ Իմ կյանքի արավոտ Իմ կյանքի արավոտ Զարուհի Բաբայան եւ Սոֆի Դևոյան Գունեղ սկիզբ 2014 հաղորդման Այս երգը երգեր են շատ-շատերը Գյորգի Մինասյանը, Հայեր խումբը, ձեր խորնար ծառա, ես եւ այժմ երգը ոնց որ եւս մեկ հիանալի կատարում ունեցավ Շնորհավորում եմ, շնորհակալություն Լսենք կարծիքներ, Գարիկ Պապոյան Շատ հետաքրքիր ու շատ սիրուն բացում էր, իսկական գարնանային բացում էր, ես արդեն ձմռան ծրտին նոյեմբերոտ, բայց այդ գարունը այստեղ ստացել էիք, շատ հետաքրքիր էր հետևել, ոնց է Սոֆին կիսում իր տաղանդով, Զարայի հետ, Զարան կիսում իր տաղանդով, Սոֆի հետ, ու առասարակ իրանք նույն ճաշակն են ինձ թվում է կիսում, որտեղ ամենասկզբից մայրու աղջիկ նույն տղաներին էին կպցնում։ Մենք այստեղ մայրու աղջիկ չենք, Գարիկ։ Ես դες միջանցքում եմ ու դուք շատ հոգատար Զարա ջան, Սոֆի շորերն էիք ուղում բան սենց սիրում, ոնախ չի ջան սուպերմարկետ ենք հազար մի անցորդ կա բան կա Սուպերմարկետում են մենակ ամենալավ տղաները չէ լինում։ Ամեն դեպքում սենց ոգևորված ուզում եմ խոսալ ու այս ամբողջ ոգևորվածությունը ձեր ելույթից առաջացել, շնորհակալություն այս ելույթի համար։ Շնորհակալություն։ Պարոն Քեշիշյան, խնդրեմ։ Հիանալի գունեղ հետաքրքիր սկիզբ, շնորհակալություն այս տոնը այսպես սկսելու համար եւ ես կարծում եմ եթե պետք է այդ պատմության մեջ գրանցումներ անել ուրեմն կարող ենք ասել որ սա երկու աստղ նախագծի լավագույն համարներից մեկն է շատ սիրուն էր շատ հավես էր ու շատ լավն էր Շնորհակալություն Լուիզա խնդրեմ Գարունն այս անգամ ձմռանն է եկել այն էլ հյուսիսում ես բոլորովին չէի սպասում ձմեռն այս վկա ձեզ չփնտրեցի չորնեցի ու գտա հանկարծ Ինչպես դուք գտել եք այ ձեր անունը եւ ինչպես դուք կարողանում եք ելույթ ունենալ շնորհակալություն այս առաջին այդ Անդրանիկ մուտքի համար այսօրվա այս տոնական եթերի վստահ եմ որ այս տրամադրությունը կփոխանցվի ամբողջ հաղորդման ընթացքում Շնորհակալություն Շնորհակալ ենք Հրաչուհի խնդրեմ Ես ելույթից առաջ ասում էի, որ հիշողություններս հուզմունքի տեսքով ինձ հետ վերադարձան, որովհետև ես հիշեցի իմ զգացողությունները հետնաբեմում առաջին ելույթից առաջ Այո, բեմում դուք մայրու աղջիկ չեք, իսկապես երկու ընկերուհիներ եք, բայց շատ ուրիշ հուզմունք է, երբ ծնողը եւ երեխան է բեմում, ես դա բավականին լավ գիտեմ, բայց առավել ուզում եմ շեշտել Զարուհու առհասարակ այդ դրայվը, որը մենք ամեն անգամ տեսնում ենք բեմում Շնորհակալ եմ Հրաչուկ ջան Ես էլ եմ անկեղծ ասած այդ հիշողությունների գիրք ընկնում որտեվ առաջին անգամ երկու աստղ նախագծում եղել եմ 2007 Մեր լավ ընկեր Այո, Մարկի հետ Սաղաթելյան եւ իսկապես անմոռանալի օրեր էին Ես առաջարկում եմ ձեզ ոնց որ գալիս եք ուրախ, այտենց ուրախ հիմա գնաք անեի մոտ ծափարությունն է ձեզ Շնորհակալություն Զարա եւ Սոֆի Այո Մենք էլ ձեզ ուրախ դիմավորում ենք, ինչպես եւ դուք ուրախ եկաք։ Արամը մեզ ուրախ ճանապարհեց։ Այո։ Սով ինձ մի հատ բան է հետաքրքրում։ Ինձ թվում է փոքր տարիքում շատ հայտնի մարդկանց երեխաներ վազվզում էին հանրայինի միջանցքներում։ Դու եղել ես այդ փոքրիկներից եւ եթե հա ընկել ես ոտքդ վնասել ես այդ վազվզելու ընթացքում։ Ես կարելի է ասել, որ մամայի հետ ամենտեղ եղել եմ, որովհետեւ ինքը ուր գնում էր, ես իր հետևից այնպես պոչիկի պես գնում էի միշտ։ Ես ինձ մեծ էի զգում, այնպես լավ էի զգում, որ ինձ մաման իր հետ տանում էր, նստածում էր, ես իրան նայում էի, որ մեծ էկրանին ու իմ համար այդ բավականին sense լավ հիշողություն է ու տպվել է մեջես։ Սոֆին նենց պատմեց, ոնց որ այդ երկար տարիներ եղել, որտեղ այդ առաջարկը եղել է 5 տարեկանում, ինքը 5 տարեկանում սկսեց նկարահանվել արդեն հանրայինի հայտնի որբեր սերիալում եւ այդ ժամանակվանից արդեն ինքն ավելի շատ էր, ավելի հաճախ էր հայտնվում հանրայինում, քան ես։ Ամենը մինչև 5 տարեկաններ։ Հանրայինում ես։ Այո, կարելի ասել, որ այդպես։ Իսկ երկի ընտրությունը ումն էր եւ ինչու հենց այս երգը։
Մենք այս անգամ մի քիչ երկար ենք ընտրել։ Դժվար ընտրեցինք, ուզում էինք ինչ-որ տոն լիներ բեմում երևի, թե ուզում էինք այսպես շատ ավելի ճիշտ ես հասկացել էի, որ այսօրվա համար մենք պիտի ընտրենք այնպիսի բան, որը անմիջականորեն կապված էր հանրային հեռուստատեսության հետ, ջազային սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Չինեմ, մի քիչ ռետրո ուզեցինք լինել այսօր, այո։ Շատ լավ, մենք լսեցինք ժյուրիի կարծիքը, բայց դեռ չգիտենք գնահատականները եւ հուսամ ձեր փոխանցած բարձր տրամադրությունը կազմի եւ դուք կունենաք բարձր գնահատականներ։ Արամ։ Շնորհակալություն Անի։ Մի անգամից անցնում ենք գնահատականներին եւ այսպես Գարիկ Պապոյան 8 շնորհակալություն։ Հրաշք Քեշիշյան 8 Լուիզա Ներսիսյան 8 Հրաչու Յութմազյան Զգացվում է, չէ, որ ես եմ եկել 8 Արդյոք ակնկալում էիք ավելի բարձր գնահատականներ, թե ամեն բան դեռև նորմալ է։ Ես այսօր հասկացա մի բան, որ առաջինը ելույթ ունենալը բավական դժվար է, որովհետև մինչ օրս չի եղել առաջին հորիզոնականում։ Ինչ վերաբերվում է ժյուրիի խոսքերին եւ գնահատականին, ես շատ շնորհակալ եմ եւ ինքս շատ գոհ եմ գնահատականներից։ Շնորհակալ եմ։ Ձեզ արդեն չտանջենք, դուք կարող եք հանգստանալ, իսկ մենք անցնենք մեր հաջորդ զույգին։ Տարիներ շարունակ հանրային հեռուստաընկերությունը հեռարձակման բացառիկ իրավունքով ներկայացնում է միջազգային կարևորագույն իրադարձությունները հայերեն մեկնաբանությամբ, սպորտային հանդիպումներ, փառատոներ, Օսկար եւ Գրեմի մրցանակաբաշխությունները։ Իդեպ վերջինս մասնավորապես բարձր են գնահատում երաժշտասերները։ Բեմում են Արամ Մելիքյանը եւ Սրփուկը, դիմավորեք։ Ասեմ, ինչեր ա եղել, բա ինչ ստրեսներ ենք տարել։ Բարձացանք բեմ։ Բարձացանք բեմ, հրաշք տեղի ունեցավ։ Գիտեի, որ շատ ցածր բալեր ենք ստանալու, որովհետև հաստատ լավ ելույթ չենք ունենալու։ Գարիկ ասաց, որ մասնավորապես ես լրիվ վիճակի մեջ չէի, ասում ինչ ուզում անում էր, բայց մի բան կա, որը ֆիքսել եմ, ասաց, քեզից դառել ես Celentano, ես Գարիկի համար երգ եմ պատրաստել։ Lasciandemi cantare, ատու Գարիկի համար։ Հաջորդ փուլը Հայաստանում հեռուստատեսության հիմնադրման օրն է եւ հենց դրա հետ կապված է լինելու բոլոր երգերը եւ մենք ընտրել ենք Teddy Swims-ի Lose Control երգը, որը հնչել է Grammy ժամանակ։ Lose control when you're not next to me. Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակում այնպես, որ մենք ընտրեցինք այդ թեմատիկան Grammy-ին ու հուսով եմ, որ մի օր էլ մենք կլինենք Grammy։ Այո, ես հուսով եմ, որ Սրփուկին կլինի բեմի։ Yeah, you're breaking my heart, baby, you make a mess of me. Shouting on the heart of me lately. No, I don't know myself anymore. Feel like I want to unclosing. The day is knocking at my door. Whoa, whoa. Out of my mind, how many times did I tell you I'm not only being alone? Yeah, it's taking on toll on me. Trying my best to keep from turning the skin off my bones. Don't you know I lose control when you're not next to me. When you're not next to me, I'm falling apart right in front of you. Can't you see? I lose control. To me, yeah, you're breaking my heart, baby. You make a mess of me. Problematic. Problem is I want you body like I feel like a bad habit. Bad habit hard to break when I'm with you. Yeah, I know I could do it on my own, but I want that real full moon, black magic, and it takes two. Problematic. Problem is when I'm with you, I'm an addict, and I need some relief. My skin and your teeth can't
see the forest to the trees got me down on my knees, darling, please. Oh, I lose control when you're not next to me. When you're not next to me, I'm falling apart right in front of you. Can't you see? I lose control when you're not next to me. Yeah, you're breaking my heart, baby. You make a mess of me. Արամ Մելիքյան եւ Սրբուկ։ Բրավո։ Teddy Swims-ը չստացավ Grammy այս տարի, բայց ինչ է կարծում սիրելի ժյուրի, այս կատարումը հավակնում էր ստանալ Grammy, թե չէ, Գարի, խնդրեմ։ Grammy տալու կրիտերիաները վաղուց արդեն չեմ հասկանում որոնք են, որպեսզի կարողանամ այդ տեսանկյունից գնահատեմ, բայց հաստատ բրավոներին արժանանալու, բարձր ծափարելու, փշաքաղվելու կրիտերիաներին լավ եմ տիրապետում, ու այսօր բոլորին դուք այսպես ծիտիկ դրելով գնացիք, շատ լավ ելույթ ունեցաք, Արամ հիասքանչ ես երգել, շնորհակալություն, մանավանդ Ես խառնում եմ, գիտես, դուրս օրընդեղ ասում են Արամ, ես լարում եմ մի անգամ, իրոք նենց յուրահատուկ բաներ ես արել վոկալային ու շատ սիրուն, որ ուժեղ երգչին հարիր տեխնիկա պիտի ունենաս այդ անելու համար, շատ լավ ես արել, Սրբուկին էլ անպայման կանադառնամ, բայց երբ որ ինձ ուղարկում են երգ, որի բառերը պիտի գրեմ, ու երգի վրա երգում են մոտավորապես բառեր, որ հասկանաս ինչա, When I find and I will never go to you. Այս Արամ այսօր սենց են երկում անգլերեն բառերը։ Կարևորը ձայնավորներն է։ Բայց երգելու մասով շատ պինդեր, շատ ուժեղ, Սրբուկի կողքը դժվար է այդպիսին չլինել ու շատ տարբերվել։ Դրա համար Սրբուկ ջան, նախ բրավո քեզ էլ երգեցողության համար ու որպես զույգ ինձ թվում է հենց հետաքրքիր միասնական ուժ եք սկսել ներկայացնել։ Այդ շատ լավ ու շատ վտանգավոր եթե մրցույթի եք մասնակցում ու եթե ունեք մրցակիցներ, ինձ թվում է պետքա բոլորը սթափվեն լավ իմաստով, որովհետև արդեն գնալով ամեն ինչ լրջանում է ու դուք այսօր մի քայլ ավելի լրջացրեցիք։ Ապրեք, շնորհակալ ենք շատ։ Պարոն Քեշյան, խնդրեմ։ Իրականում ինձ չհերիքեց բեմադրությունը եւ չհերիքեց այդ բեմադրության մեջ դուք, որովհետև կար արտակարգ երգեցողություն, բայց ես ձեզ չտեսա այս ամբողջ ներկայացման մեջ, ինձ պետք էր, որ նաև էմոցիոնալ առումով դուք մտնեիք այդ պատի մեջ։ Ես ձեր ու այդ պատի միասնությունը ու այս պատմության տենց ողջ ընթացքը այդքան չբռնեցի, բայց միգուցե ես սուբյեկտիվ եմ, իսկ որ դուք հրաշալի արտիստներ եք, Սրբուկ, որ Grammy արժանի երգչուհի ես, Արամ դու Էմի, Օսկար եւ այլն ձգտեք բոլոր մրցանակներին, ձգտեք հանդիսատեսի սիրուն, շնորհավորում եմ, շնորհակալ եմ, մայստրո ջան, շնորհակալ ենք։ Շնորհակալություն։ Ես իսկապես շատ զարմացած եմ, հրաշալի ձևով ձեր ձայները այնքան համահունչ ու այնքան սիրուն էին հնչում, որ նույնիսկ բեմադրության այդ կոմպակտությունը ինձ չխանգարեց, որպեսզի ես վայելեմ ձեզ ամբողջությամբ։ Շնորհակալություն։ Եվ ամփոփում եմ մեկնաբանությունները Հրաչուհին, խնդրեմ Հրաչուհի։ Որպես Grammy-ի մեկնաբան։ Երկու աստղի ժամանակ եւ ամբողջ ընթացքում շատ կարեւոր է երգիչի համար, երգիչի աջակցությունն ու ներկայությունը անընդհատ կողքից։ Ու այդ շատ ակնհայտ է այս զույգի մեջ, ինչքան էլ որ Արամը շատ լավ երգում է, բայց միևնույնն է ակնհայտ ու շատ ուժեղ զգացվում է Սրբուկի անընդհատ process-ին մեջ լինելը, ինչ որ պահեր ղեկավարելը եւ անընդհատ մեջքիդ հետևում կանգնած լինելը, թեպետ իրար կողքին էիք։ Մի քիչ կուզենայի, որ այդ բաց նյարդը ավելի շատ լիներ բեմում, մի քիչ ավելի հաշվարկված էր ամեն ինչ, ոչ թե զգացողական ֆոնով։ Ընդհանուր առմամբ ապրեք։ Խորհուրդները լսված են, ընդունված են, մնացած արդեն անիմը։ Շնորհակալություն։ Ինչպես եք, ինչ կասեք ձեր ելույթի մասին։
Թե շատ հավես էր, մի հատ պահ եղավ Սրբուկի սրտով չի, երկի ընթացքում հասցնում ենք իրար նայենք, երեխեքս ծիծաղում ենք նայում ենք իրար, հետո ասում ենք շարունակում ենք ու բարձրացենք վերև։ Այսինքն դուք պետք է իրար չնայեք, հա, ելույթի ժամանակ, որ Ցանկալի է։ Ну, եթե նայում ենք, գոնե չծիծաղենք։ Ինձ հետաքրքիր է երբևէ երազել եք Գրեմի մրցանակաբաշխությանը լինելու մասին, նոմինացված լինելու մասին, ինչի՞ չէ։ Ամեն օր։ Ամեն օր, այսօր առավոտյան օրը երազել ես։ Անպայման։ Օրը տենց է սկսվում։ Նախաճաշով ու երազելով։ Այո, ես էլ եմ երազում, որ մի օր 7 օր շարքում նստած ծափ կտամ Սրբուկին բեմի վրա։ Եթե գնաք Գրեմին, ում կողքը կցանկանաք նստել։ Beyoncé, Taylor Swift, Ariana Grande։ Բոլորի, ում կողքն են նստեմ արդեն լավ է, այդպես ասեմ։ Լավ, նախընտրա, top 3 ում կողքը կցանկանայիք նստել այնտեղ։ Ես Ադելի։ Ահա։ 3 Ադելների։ 3 էլ Ադելին են, էլի։ Հա։ 3 էլ Ադել։ Ուրիշ ոչ մեկ։ Ոչ մեկի։ Beyoncé, Dua Lipa, շատ են իրանք ցանկալի։ Ադելի, Արամի ու Ադելի։ Ադելի միանշանակ։ Ես հասկացա, ձեր տեղերը հաշվեք հաջորդ տարվա Գրեմիում արդեն ամրագրված են։ Ցավոք սրտի երկու աստղում ես այդ հնարավորությունները չունեմ ինչ որ հարց լուծելու, մենակ Գրեմիում եմ կարողանում։ Տեսնենք ժուրին ինչպես կգնահատի ձեր ելույթը, Արամ։ Այո, Անի, գնահատականներ եք ուզում։ Ստացեք։ Գարիկ Պապոյան։ 9 Հրաշք Կեշիշյան 8 Լուիզա Ներսիսյան 8 Հրաչուի 8 Մազյան 8 Ինչ կասեք, արդյոք դուք սպասում եք նման արդյունք։ Ես չէ։ Իսկ ինչ է իրակնկալում։ 9 Գարիկը այդ նվիրեց։ Գարիկից է մենակ ընկալում։ Մենակ Գարիկից։ Մենակ Գարիկից։ Սրբուկ իրականում դու հանրայինի հետ կապված մի հատ շատ կարևոր հիշողություն պետք է որ ունենաս, դա Եվրատեսիլն է։ Մի փոքր կպատմես քո հիշողություններից, տպավորություններից Եվրատեսիլի հետ կապված։ Ինձ համար շատ մեծ փորձ էր, մեծ բեմի հետ աշխատանք տանելը, պրոֆեսիոնալ մարդկանց հետ աշխատելը։ Ամեն օրը հրաշալի էր, չգիտեմ, ուզում եմ կրկնվի նման օրը շատ լինեն իմ կյանքում, որովհետև պրոֆեսիոնալ մարդկանց հետ աշխատելը դա միայն հաճույք է։ Ես կարող եմ միայն դա ասել։ Եվ դու այդ պրոֆեսիոնալների շարքում ես, եկեք ձեզ էլ չտանջեմ շատ, դուք արդեն կարող եք գնալ հանգստանալ, իսկ մենք անցնենք մեր հաջորդ զույգին։ Առաջին ալիքի պատմության մեջ կարևոր թվականը 2005-ը։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ու ռադիոն դարձան Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ։ Եվ արդեն հաջորդ տարի 2006-ին Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Եվրատեսիլ երգի մրցույթին։ Մեր պատվիրակները փայլել են նաև մանկական եւ պատանի երաժիշտների Եվրատեսիլ մրցույթներում։ Տարբեր թվականների մեր երկիրը գրանցել է տարբեր դրամաչափի հաջողություններ այս մրցույթներում։ 2010-ին եւ 21-ին մենք հաղթել ենք մանկական Եվրատեսիլում եւ 2 անգամ հյուրընկալել ենք այն։ Իդեպ հաջորդ տարի Հայաստանը կհյուրընկալի նաև պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը։ Եվրատեսիլի մեր մուտքից անցել է գրեթե 20 տարի, բայց հետաքրքրությունը չի մարել։ Այդ մագնիսը ձգել է նաև Լյուսին եւ Ժակին։ Նրանք ընտրել են 2019-ի չեմպիոն երգը։ Դիմավորեք։ Ողջույն, մենք նորից նույն աթոռներին ենք, ոնց որ Տեր եւ Տիկին Սմիթերը։ Անկեղծ որ ասեմ, սա եւս այն համարներից է, որ ոչ մի բան չեմ հիշում, թե ոնց է անցել, որովհետեւ ես այնքան եմ տրվում այդ էմոցիաներին, որ հետո որ իջնում եմ բեմից հարցնում են, հա ոնց էր ասում երեխեք, չգիտեմ։ Շատ տպավորված եմ, ուրախ եմ, էմոցիաները ծով են, սկիզբը այսպես լարվածություն կար, բայց երգի 60-70% այնքան բացվեցի այդ թռիչքի մեջ էի ու նաև ինձ համար շատ հաճելի էր, ես դա չեմ կառավարում պրոֆեսիոնալ ձևով, բայց ինչ որ տվյալներ կան ձայնային, որ արթնանում են ու շատ-շատերը զարմացել էին, թե ոնց էին այդ նոտաները ստացվում։ Մենք բավականին երկար ընտրեցինք այն երգը, որը որ կցանկանային կատարել։ Ընտրել ենք Եվրատեսիլի Losing Game երգը։ Հələ կոպիտ միեսը։ Այն հələ լսի։ Նախ շնորհավորենք մեր բոլոր գործընկերներին, մարդկանց, ովքեր որ աշխատում են։ Շնորհակալություն ձեր աշխատանքի համար նվիրյալ։ Շնորհավորում ենք Բեղուն, հետաքրքիր, պայծառ տարի ձեզ։
it all that left. I still thinking all the cracks. Last a couple of pieces when I carried it when. I'm afraid of all I am. My mind feels like a foraged land. Silence ringing is on my head. Please carry me home. I've spent all of the love I saved. We've always a losing game. Small down boy in a bigger cage. I got addicted to a losing game. Do you love me now? Peeling pieces from my heart. Tomorrow's gonna land is gone. Still I carry on. Loving you is a losing game. All I know, loving you is a losing game. I don't need a game over. Get me on this roller coaster. Բարձր ծափարություններ Ժակ եւ Լուսի։ Շնորհակալություն։ Բրավո։ Ընդհանրապես Եվրատեսիլյան երգերը, հաղթող երգերը միշտ չէ որ հիթ են դառնում, բայց այս երգը կոնկրետ մեգա հիթ էր։ Արդյոք կարողացան մեր մասնակիցները այդ հիթային տրամադրությունը եւ էմոցիան փոխանցել ժյուրի անդամներին։ Սիրելի ժյուրի անդամներ, սիրելի Գարիկ, խնդրեմ։ Ես կարծում եմ ամենագեղեցիկ կատարումներից էր, որ մենք լսել ենք երկու աստղի շրջանակում։ Ես կարծում եմ, որ Լուսիի համար շատ բարդ էր այս ամեն ինչը իր վրա վերցնել եւ մինչեւ վերջ պատվով տանելը եւ Ժակի համար շատ հեշտ կլիներ խանգարելը։ Բայց Ժակի տրամադրվածությունը ու այս երգի մեջ 100%-անոցյան ներգրավվածությունը ապահովեց այս երգի տրամադրությունը մինչև վերջ ընկալելը։ Լուսի փշակ հաղվել եմ երգեցողությունը, դից թվում է շատ ճիշտ երգ էի ընտրել։ Արամը ճիշտ ասում, մեգա հիթ էր, բայց մենք ոնց որ անունը լսեցինք, ոչ մեկս տեղը չբերեցինք, ասենք, այս որ երգն է, այս Arcade բան, հետո որ երգեցինք, ասեցինք, այն երգն է, ու մեր համար եթե նույնիսկ չէինք էլ հիշում, այս կատարումը եթե լիներ առաջինը, այս երգը մեզ համար 0-ից կստեղծվեր ու կսիրվեր, այդպես կատարել եք։ Շնորհավորում եմ ձեզ այս ելույթի համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Գարիկ, մարդ ու մատը խառն է Եվրատեսիլի մեջ, տարբեր երգերում ինչ որ տարբեր տեղեր երգեր ա գրել, բառեր ա գրել, ես հիշում եմ նույնիսկ իմ հետ էլ ա ինչ որ համագործակցել։ Շնորհակալություն։ Հրաչ Քեչիշյան մարտով կտրել է Հայաստանի Եվրատեսիլյան կարմիր ժապավենը եւ նկարել առաջին տեսալովակը Եվրատեսիլի համար Անդրեի։ Խնդրեմ, ձեր մեկնաբանությունը։ Ներս տանող ու պարուրող ելույթ էր եւ շատ գեղեցիկ վոկալ, շնորհակալություն նաեւ այ երգի ճիշտ ու հետաքրքիր մեկնաբանության համար, ապրեք միայն հիացած եմ։ Շնորհակալություն։ Լուիզա Ներսիսյան մարդ ով որ լիքը ընկերներ ունի որ մասնակցել են Եվրատեսիլուն, խնդրեմ։
Ես կարող եմ ասել, որ Ժակը իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում եւ մեզ կարող եմ ասել բարի գալուս Ժակի ակվարիում, որովհետեւ ինքը կարողացավ մեզ տեղափոխել իր դաշտ, որտեղ ինքը 100%-անոց sense ռելաքսի մեջ էր, կարողանում էր իրեն ճիշտ դրսևորել եւ շատ համապատասխան երգ էր քեզ համար։ Ես կարծում եմ, այս երգը դու անցալել ես ամբողջությամբ, քո միջով անցկացրել ես ու հիմա կարողացել ես այդ ճշգրտությամբ մեզ փոխանցել, քո էմոցիան էլ վրան գումարած։ Դա հրաշալի է, դե Լուսի մասին չեմ խոսում, հրաշք ձայն ունես, չգիտեմ, ինձ ահա որ դուրա գալիս քո տեմբրը։ Այս որ sense բան անում։ Հենց դրանից։ Որ sense բան անում։ Այն կանայք որ ասում են, չէ որ sense բան եղա մի տեսակ։ Մի խոսք։ Այն կանայք, էլի ես ինչը։ Ժակ եւ Լուսի, ես ձեզ մաղթում եմ հաջողություն, շատ լավ։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ ենք շատ։ Եվ վերջին մեկնաբանությունը Հրաշուհի Ութմազյան մարտով մեկնաբանել է ավելի շատ եվրատեսլյան ելույթներ, քան մեր մասնակիցներն են եղել ընդհանրապես։ Շատ սիրուն բեմադրություն էր, շատ եւ օթային, բայց միևնույն ժամանակ շատ զգացմունքային ու ինչքան էլ հերոյ էիք իրարից, բայց այդ դուետի զգացողությունը անընդհատ կար բեմում։ Լուսի իսկապես քանի անգամ այն բանը անընդհատ ֆանտաստիկ էր ուղակի, ինձ թվում է Ժակին տեղ-տեղ մի քիչ կարող է անհարմար էր, որովհետև նաև նշաձողն է շատ բարձր դրված վոկալային տեսանկյունից, բայց շատ սիրուն էր ամեն ինչ, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Եմիջ այլոց հերո ենք, որովհետև ցավոք սրտի տխուր սիրո մասին, բաժանման մասին էր եւ մեր միջև արտիստուհին, որ կար, նա այդ կերպարն էր, մեր ցավոք սրտի կործանվող զգացմունքը։ Դե լավ, ամեն ինչ լավ կլինի, Ժակ, միանակ, բան մի արա։ Շնորհակալություն, ծափահարություններ մեր զույգին։ Շնորհակալություն։ Ի տարբերություն նախորդ ելույթի, այս անգամ ոնց հասկացանք բոլորը գոհ են ու իմ մոտ կա ինչ-որ տենց կասկած, որ այսօր ոնց որ չեք հայտնվում, վտանգավոր գտնում, տեսնենք։ Շնորհակալություն, ծափահարությունները ուղեկցում են կանաչ սենյակ։ Լուսի եւ Ժակ, այո։ Փայլեցիք դուք բեմում այսօր։ Իրականում ես ձեզ մի աշխարհ հարց ունեմ, որովհետև գիտեմ, որ Ժակը աշխատել է Առավոտ Լուսոյում, իսկ Լուսի մասնակցել է դեպի Եվրատեսիլին, բայց կուզեմ մի հատ Ժակից սկսենք, նախ պատմես քո հիշողություններից Առավոտ Լուսոյի մասին, եւ եթե ուզում ես կարող ես բարևել քո 5 գործընկերներին։ Առասարակ բոլոր գործընկերներին բարևեմ, մինչ Առավոտ Լուսոն դեռ շատ ավելի վաղ ժամանակաշրջանում, առաջին երկու աստղին հաջորդող շրջանում նաև աշխատել եմ Հրաչ Քեշյանի հետ, մենք իրականացրել ենք բենեֆիս համերգային ծրագիրը ուղիղ եթերում 12 համերգ մեր արտիստների, այդ ամենաջերմ հիշողություններն են։ Իսկ հետո Առավոտ Լուսոն իմ բոլոր ընկերների հետ մենք շատ լավ սիրուն, կիրթ, հաճելի եւ սպասված առավոտներ ենք պարգևել հեռուստադիտողին։ Միայն դրական ջերմ հիշողություններ ու բարևներ բոլորին։ Գիտեք ինչն է ինձ դուր գալիս, քանի դեռ եկավ այդ պահը, պիտի ասեմ։ Այս նախագծի շրջանակում էլ մտնում եմ հանրային ու այնքան մարդիկ շատ տարբեր բաժինների աշխատողներ, այնքան ջերմ են ողջունում, այնքան հարազատ զգացողություն եմ ունենում, շնորհակալություն ձեզ բոլորիդ, ես ձեր սերը զգում եմ, ես էլ ձեզ եմ սիրում։ Ես կավելացնեմ, որ էներգիան այստեղի այնքան ուժեղ է, որ ես անկախ նրանից այդ օր անտրամադիր եմ, թե թույլ եմ, այստեղ մտնելուց սենց շատ մեծ ուժ է գալիս ու ես շատ ուրախ եմ լինում գտնվել հանրային հեռուստաընկերությունում։ Իսկ դեպի Եվրատեսիլի մասին ինչ կասես, ինչ հիշողություններ ունես։ Վառ միանշանակ, բայց ես կավելացնեմ նաև երկերքոցը, որ գրեթե ամեն շաբաթ լինում էի, ես երկերքոցին հյուր եւ ամենահայեցի ու գեղեցիկ երգերը հնչում էր այդ նախագծով եւ ես շատ ուրախ էի լինում ամեն անգամ գտնվել այնտեղ, այնպես որ ինձ համար հանրային հեռուստաընկերությունը շատ գեղեցիկ ու վառ էներգիայով լի տեղ է, որտեղ ամեն անգամ լինելուց ես նույնպես այդ էմոցիաներով լցվում եմ։ Խոստացել էի ձեզ մի աշխարհ հարց, բայց եկեք ժյուրի ինչը սպասեցինք։ Արամ։ Անի ջան, ճիշտ ասած, մի աշխարհ բարեց, հետո սիրտս թեթև ծակեց, այս լավ է չտվեցիր բոլոր հարցերը, կամաց սովորում ես, ընտելանում ես, դու ես մտնում հանրային հեռուստաընկերության ընտանիք, զգում ես պահը ինչ հարցեր պետք է տալ։ Ես էլ հիմա զգում եմ պահը եւ տալիս եմ տես ինչ հարցեր։ Ինչ գնահատականներ եք տալիս մեր մասնակիցներին։ Գարիկ։ Այն ինչ որ ես զգացես կատարման ժամանակ արժանիա 10-ի։ Չենք հավատում։ Շատ լավ, Հրաչ Քեշիշյան 9 Լուիզա Ներսիսյան 9
Հրաշուի 9 մազյան, թե 10 մազյան։ 8։ Ընկերներ, այսօրվա ամենաբարձր գնահատականներն են, ինչ կասեք, արդյոք ակնկալում եք, թե սա ձեր համար անակնկալ էր։ Ելույթից հետո, երբ դրական էմոցիաները ժյուրիի զգացինք, ենթադրեցինք, որ հավանել են, թե ինչ միավորներ կլինեին, չեն կարող ասել, ոչ միայն մեկ բարձր միավոր ստացանք, այլ ումից ստացանք այդ բարձր Տարիքից, ամենախիստ ժյուրի անդամներից մեկից։ Դուք արդեն կարող եք գնալ հանգստանալ, իսկ մենք անցնենք մեր հաջորդ զույգին։ Առաջին ալիքի եթերում դուք դիտում եք երկու աստղ միջազգային երաժշտական նախագիծը։ Այսօր մեր արտիստները հանդես են գալիս երգերով, որոնք տարբեր ժամանակներում հնչել են առաջինի եթերում։ Ինչու՞, որովհետև այսօր առաջին ալիքի 69-ամյակն է։ Կան հաղորդումներ, որոնց անվանումները վաղուց դարձել են հանրայինի հոմանիշը։ Վառ օրինակ է երգերքոցը, որը 10 եւ ավել տարիներ ձգված կյանքի ընթացքում փոփոխվել է, թարմացվել, վերաիմաստավորվել, բայց միշտ մնացել է պահանջված եւ սպասված։ Երգերքոցում հնչել են տարբեր ոճերի եւ ժանրերի երգեր, բայց կարմիր թելով անցել է ազգայինը։ Պատահական չէ, որ երկու աստղի այս եթերաշրջանի մասնակիցներից մեկը բազմիցս երգել է այդ բեմում եւ միշտ փայլել է։ Այսօր էլ կփայլի, ինչպես կարելի է չփայլել, երբ ունես կողքիդ նման կոլեգա։ Երկու աստղի բեմում են Սևակ Ամրոյանը եւ Նազիկ Ավդալյանը։ Լուսնիկայի մեջ տանեմ, քեզի փութեն ուշկուզի։ Սկսենք, ռոքը շատ լավ անցավ, ըստ իս, երևի թե մեր նախորդ համերգներից իմ կարծիքով ամենալավն էր։ Ինձ էլ շատ դուր եկավ, որովհետև եւ երկենտրության հետ կապված իմ համար շատ կարեւոր երկեր, քանի որ եւ մերն է, որտեղ երկը մերն էր, տենց մեր արմատներին կպած, մեզ հոգի հարազատ, դրա համար ավելի լավ ստացվեց։ Ժյուրին շատ լավ արձագանքեց։ Հաջորդը լինելու է Սայաթ Նովայի երգերից, հետաքրքիր այդպես պոպուրի են կազմել Սևակի երգերից։ Երկերքոց նախագիծը կա հանրայինի եթերում ու ես անձնապես երկար տարիներ մասնակցել եմ ու մեկ չէ, բազմիցս երգվել է Սայաթ Նովայի երևի թե բոլոր երգերը։ Սայաթ Նովան ինձ համար ամենաբարդ Իրականում շատ բարդ է, համեմատած նույնիսկ անգլերեն հիթերի համեմատ, իրականում շատ խաղիկներով հարուստ, բարդ է։ Աղտս բերես նրան այնքանով, որ այն նախորդ երգերը Սևակի հետ էլ էին աշխատում, իսկ ես անգամ ես փորձ չեմ անում, մենակ Նազիկի վրա։ Աշխարհ պտուտեկա չթողի համաշնազանի չտեսակ ու դիդարի պես դու դիփուն են բաշնազանի թե խամ հակնի Կուտիս նողը ասում է վաշ նազանի Աշխարհում ասի մնդունից բեմուրը վաթի
նուրմատ շունիս Աշխարհումս իմն դունիս Բեմուրավաթիս մուվատ շունիս Բրոշներըտ նավաթունիս Ղանդուշակարի նմանիս Բրոշներըտ նավաթունիս Ղանդուշակարի նմանիս Չափով նազանի Արիվի կարիվ մոտ կարաֆույուսիս Չկա քիզի նման չափով նազանի Թեկուզ քու քաշն մարգրիտան Բրոյի բրոյի Թեկուզ քու քաշն ամբաստան Բրոյի բրոյի Յարչի միտաշիմ հրացնի կիսկույանի մեն Կիսկույանի մեն, բարե մեն Յարչի միտաշիմ հրացնի կիսկույանի մեն Կիսկույանի մեն, բարե մեն Չկա քիզի նման Չկա քիզի նման, քիզ նման, դունիսան նման Չկա քիզի նման, չկա քիզի նման, քիզ նման, դունիսան նման Չկա քիզի նման, չկա քիզի նման, քիզ նման, դունիսան նման Չկա քիզի նման, չկա քիզի նման, քիզ նման, դունիսան նման Սևակ Ամրյան և Նազիկ Ավդալյան, բարձր ծափահարություններ, հաճելի է տեսնել Սևակին իր տարերքի մեջ, բարի գալոցը, այսօր կորն է, այո։ Եվ այսպես, լսենք մեկնաբանություններ, սկսենք այս անգամ պարոն Քերիշյանից, խնդրեմ։ Ունայրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում, այդ շատ սիրուն էր բեմադրությունը և շատ սիրուն էիք նայվում, ինչ սիրուն է հայկական այդ պարային շարժումը, ձեռքերը, անվերջ կարելի է նայել այդ հեզաճկուն շարժմանը և Նազիկ իրականում շատ գեղեցիկ եք անում, այն ինչ անում եք նաև պլաստիկայի առումով։ Սևակ շնորհակալություն այս երգեցողության ու այս մատուցման համար։ Միակ բանը, որ կուզեի ամբողջական ելույթը ընկալել, միգուցե պետք չէր սարքել այդ երգաշարը պապուրին, այլ վերցնել մեկ երգ, որովհետև այնտեղ կային հատվածներ, որտեղ դուք երկուսով հնչում էիք ֆանտաստիկ գեղեցիկ։ Ու շատ լավ կլիներ, եթե մեկ ամբողջական գործ լիներ, միգուցե դա էլի նորից իմ սուբյեկտիվ կարծիքն է, իսկ ընդհանուր առմամբ ելույթը հիանալի էր, կատարումը գեղեցիկ, զգացողությունները շատ։ Շնորհակալություն։ Հրաչյուն Ութմազյան, խնդրեմ։ Նման նախագծերում շատ բարդ է, երբ ժամանակը շատ կարճ է եւ այդ կարճ ժամանակի մեջ պետք է շատ բան հաշվի առնես, երգի ընտրությունից մինչև հագուստ պիտի պարապել, պիտի պարը դնել եւ այլ, այսինքն եթե դու ստորագրում ես նախագծի մասնակցության տակ, ուրեմն պիտի հանդես գաս հենց այնպես, ինչպես հանդես եկաք դուք, որովհետև շատ ամբողջական էր, շատ աշխատած էր, Սևակ, ձայնդ մեղր, Նազիկ շատ նազանի, իսկապես շնորհակալություն եւ այո, մեր ԴՆԹ-ի մակարդակով
ապրեցինք ուղակի ձեզ հետ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Հրաչուհի։ Գարիկ, խնդրեմ։ Կարծում եմ, որ սկիզբը ֆենոմենալ էր, այնինչ փափկությամբ, այնինչ օրգանիկ ձևով Սևակը սենց հոսեց այդ երգի մեջ, պարզապես փշաքաղացնող էր, բոլորս էլ զգացինք, միանգամից ծափեր հնչեցին, երբ որ ես ցախ էի նայում, հասկանում եմ, որ Նազիկին պարույներից տարբերում եմ մենակ իր հագուստով, որ եթե Նազիկը լիներ նույն հագուստով ինչ-որ պարույները, ես չէի հասկանա, որ այդ մի խումբ չի, ու առաջին այդ հատվածի մեջ ես ամեն ինչը կար։ Հետո միգուցե համաձայն եմ նաև ընկերոջս հետ, պարոն Քեշիշյանի, որ ոնց որ այդ սկզբի տպավորությունը, այդ ֆենոմենալ վիճակը որ կար, մի քանի տեղ զիջում էր երգերը փոխելու ընթացքում, ես զգում եմ, որ կապը կորցնում եմ ընդհանուր պատկերի մեջ ձեզ հետ, մի պահ էլի վերականգնում եմ, մի պահ էլի կորցնում եմ, մի պահ էլի վերականգնում եմ, որտեվ մի պահ սինխրոն էր ամեն ինչ, մի պահ մի քիչ ավելի հում էր համեմատած մյուս երգերին։ Չեմ ուզում ասել ինչը պակասեց, որտեվ դժվար է դա բացատրել, որտեվ ընդհանուր պատկերի մեջ հսկայական աշխատանքը շատ նկատելի էր, դրա համար մենակ կարամ ծափահարեմ։ Շնորհակալություն եւ վերջին մեկնաբանությունը Լուիզա, խնդրեմ։ Ես կլինեմ ավելի կարճ, որովհետև այն դիտարկումները, որ ասեցին Գարիկը եւ պարոն Քեշյանը, լիովին համամիտ եմ այդ ամենի հետ։ Իսկ ինչ վերաբերվում է իմ տպավորություններին, ինձ մոտ գիտեք ինչ տպավորություն, որ արհեստավարժությունը եւ բնությունը միտեղ հանդիպել են իրար եւ այդ սինթեզից ծնվել է մի շատ օրգանական, շատ գեղեցիկ ու բնությանը մոտ պատկեր, որը արդեն մեզ դուրս մղեց այս տարածքից դուրս։ Ես մի պահ զգացի ինձ բնության գրկում, որտեղ պարզապես վայելում էի հայ մարդու զուլալ երգը։ Շնորհակալություն գեղեցիկ բառերի համար, դե ինչ, ես ես ուղեկցում եմ կանաչ սենյակ, ապրեք շատ, երկուսդ էլ կհանդիպենք քիչ անց։ Նազիկ եւ Սևակ, այո։ Շնորհավորում եմ ձեզ ձեր գեղեցիկ ելույթի կապակցությամբ։ Իրականում շատեր ուղղակի վախենում են երգել Սայեթնովա, քանի որ շատ նրբություններ կան այստեղ։ Ինձ հետաքրքիր է Նազիկ, ոնց որոշեցիր, որ դու պատրաստ ես այս ամեն ինչին։ Չեմ որոշեցի։ Իմպրովիզեր։ Այո, նույնիսկ ձայնի այդ տոնայնության հետ կապված որտեղ պետք է երգեմ, ասեցին պետք է երգես։ Բայց իրականում շատ էի ուզում երգել Սայաթնովա, հասկանալով թե ինչքան բարդ է ներկայացնելը, հատկապես պարով, հատկապես Սևակի կողքին, որ պահիտակ այդպես մոռացել է ինչ եմ երգելու իրանով հիանալով։ Բայց այնքան համահունչ եք, դուք երկուսով եւ Սայեթնովա մի տեսակ շատ համահունչ եք իրականում։ Ճիշտ ասած, դե այս երգը իմ դաշտում է, դրա համար շատ բան չեմ ուզում ասեմ, այն անգլերներից հետո, բայց հրաշալի անգլերենից ինձ ուրախալի Նազիկի համարձակությունը, որը շատ գովելի է, որովհետև ընդամենը մի քանի օրում երգել ու ապրել Սայեթնովա միաժամանակ ու հետնել մեկ երգ չէ, 4 երգ, ինձ թվում է դա շատ բարդ է։ Քանի որ մենք այսօր հանրային հեռուստաընկերության ծնունդն ենք նշում, ինձ հետաքրքիր է օրինակ ձեր հիշողությունները հանրային հեռուստաընկերության հետ կապված։ Ես մի բան ասեմ, ես առավոտ հիշել էի, որ ես առաջի անգամ, ինչքան հիշում եմ հանրային հեռուստաընկերություն եկել եմ երջանկության մեխանիկա հաղորդմանը։ Դա դեռ մոտավորապես մի 15 տարի առաջ։ Նազիկը չգիտեմ։ Նազիկ, իսկ ես 2007 թվականի, երբ որ դարձա Եվրոպայի փոխչեմպիոն, այդպես առաջի անգամ հարցազրույցի եմ եկել 2007 Այսինքն որպես չեմպիոն ես ոտք դրել։ Այո։ Եկեք այս չեմպիոնական տրամադրությունը պահենք եւ հուսամ այսօր նույնպես դուք կլինեք չեմպիոն։ Արամ, եկեք լսենք ժյուրի գնահատականները։ Շնորհակալություն Անի, լսում ենք եւ հնազանդվում եւ սպասում ենք գնահատականներին։ Գարիկ Պապոյան։ Մենակ այն զգացմունքների համար, որ արտնացրեց այս ելույթի սկիզբը, ուզում եմ նշանակել 9։ Շնորհակալություն Հրաչ Քեշիշյան 9։ Շնորհակալություն Լուիզա Նեսոսյան 9։ Շնորհակալություն Հրաչ Յուրտմազյան 9։ Իա։ Կրկին 9-ներով, ինչ կասեք։ Ես չեմ հիշում ժյուրին անցած անգամ հիշում է, որ էլի 4 հատ 9 ենք ստացել։ Շնորհակալ ենք։ Հանուն արդարության պիտի ասեմ, որ ժյուրի անդամներից նշեցին Պոպուրի հետ կապված, իրանց դիտողությունների հետ համաձայն եմ։ Դրա համար 4 հատ 9 համարում եմ ստացված։
Շատ լավ, ես էլ ձեզ շնորհավորում եմ, դուք արդեն կարող եք գնալ, հանգստանալ, իսկ մենք արդեն կարող ենք անցնել մեր հաջորդ զույգին։ 2022 թվականին առաջին ալիքի եթերում հայտնվեց առաջին ստուդիա երաժշտական նախագիծը, որը հնարավորություն տվեց մեր սիրելի արտիստների մեծ ծանոթ երգերը ներկայացնել բոլորովին նոր, հաճախ շատ անսպասելի մշակումներով։ Այդ նախագծում նաև նոր երգեր ծնվեցին՝ Հարութ Փափուկչյանից մինչև Սոնա Ռուբենյան, Արսեն Սաֆարյանից մինչև Իվետա Մուկուչյան։ Ամեն թողարկում մի նոր ու պայթունավտանգ փորձարկում էր իր նվագախմբով, երգչախմբով եւ մեզ լավ ծանոթ Կամի Ֆրենդս խմբի երաժիշտներով։ Նախագծի սպասված հյուրերից էր նաև Բրյունետը, ով այդ տարի ներկայացնում էր Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում։ Ի թիվս այլ երգերի այդ օրը նաև եղավ պրեմիերա։ Դիմակ երգի մասին եմ ես խոսում, որը այս բան YouTube-ում ունի մոտավորապես 6 միլիոն դիտում։ Այդ երգի իրենց տարբերակով այսօր մեզ համար կներկայանան Շուշան Ստեփանյանը եւ Սարո Գևորգյանը։ Was searching for redemption and blonde girl was searching for redemption and Ես խոսեմ, մենք շատ էինք լարվում, որովհետև շատ բան ունեինք հիշելու, թե հարվածային գործիքներ նվագել, գիթար նվագել, երգել, որտեղ կանգնել։ ու Շուշանը երկու օրում սովորեց հարվածային գործիքները, ես բաս գիտարը, դու էլեկտրո։ Սոլո հատվածը մի խոսքով, բայց շատ հաճիկով եմ արել, որովհետև դրայվ կար ու ու ասեմ, որ ելույթից հետո մենք վնասել էինք մեր ոտքերը, ծնկները։ Իմը միջև հիմա ցավում է։ Իմն էլ։ Քանի որ հաջորդ փուլը նվիրված է Հայաստանում հեռուստատեսության հիմնադրման օրվան, Հանրային հեռուստաընկերությունը ունի շատ գեղեցիկ ծրագրեր ու նախագծեր, մենք ընտրեցինք առաջին ստուդիայի երգերից Բրյունետի Դիմակ երգը։ Չեմ ուզում այս լուսնու այս արևը Դու չէ դու պետք է երգես Հայացքով ոնց Քանի որ նոր շունչ էր տրված այդ երգին ու հետաքրքիր գործիքավորում շատ հետաքրքիր ու շատ գեղեցիկ էր ամեն ինչ մեզ ավելի հոգեհարազատ էր առաջի ստուդիայի երգերից ընտրել ավելի համապատասխան է մեզ մեր ոճին հուսով եմ ամեն ինչ շատ գեղեցիկ է լինելու Երևի մոռացել, երևի դու շտապել ես, երևի շտապեցիր, բայց հիմա ուշացել ես, քեզ ինձ ստում հանդերձ դու տաճել ես։ Երևի Սարոջան, ինձ քեզ վարել ես։ Սարոջան կասես։ Լսում այս լույսն ու այս արևը Չեմ լսում որ ցավը ոչ անձրևը Չկան այս օրվանից իմ երազները Դիմակ տա ես ու շղթաներս Դու ասում էր ես եմ քո լույսները Հայացքով խառնում էր իմ մտքերը Սառն էին միշտ քո տամբատերը Դիմակ տա ես ու շղթաներս Գոնազող անձոր ժանս լերն եմ խանդիստարի Հատու խալով խաղցրնիս որ շատիս պեսիս բանդիս Դիմակ տա ես ու շղթաներս Հեռանում եմ հետս տանելով ստվերս Չեմ լսում ես էլ մտքերս Արդեն բաղուց էլ իմը չես Դիմակ տա ես ու շղթաներս Հեռանում եմ հետս տանելով ստվերս Բա ուր են ինձ տակասնող ձեռքերս Արդեն բաղուց էլ իմը չես Երջանարի ձեր մի զարնի Են ճաղի Թե որ զարնես ձեր կարնես Շիմուր Երջանարի ձերի զարնի Են ճաղի
ես ու շղթաներս հեռանում եմ հետս տանելով սվերս չեմ լսում ես էլ մտքերս արդեն վաղուց էլի մեջ ես Մակտա ես ու շղթաներս հեռանում եմ հետս տանելով սվերս Դա ուր են իս տակասնով ձեռքերը արդեն վաղուց էլի մեջ ես Հատի մակտա ես եմ շղթաներս ու մի քիչ էլ մնացած են սերս բայց քեզ թողած ու ինձ էլ գլեցած ու սևացած սրտիս ասատերս Երևի մոռացել, երևի դու շտապել ես, երևի շտապեցիր, բայց հիմա ուշացել ես, քեզ իմ սրտում հավեր դու դաջար ես, երևի Յարաջան, ինձ ու քեզ դու վառել ես Շուշան եւ Սարո! Առանձնացնեմ ձեր շղթաները, թե մոնեն այսպես։ Մնանք միասին։ Մի քիչ մռայլ, մի քիչ լուրջ, բայց հայկական էլեմենտներով զարդարված։ Կարողացան արդյոք լուծել այս մի քանի անհայտով հավասարումը մեր մասնակիցները, թե ոչ, կիմանանք հենց հիմա մեր ժյուրիից։ Գարիկ, խնդրեմ։ Ինչ ասում զգայական մակարդակի պիտի ասեմ, որտեվ ելույթը, որ մասերի են բաժանում, ամեն ինչ այնքան ճիշտ ու լավն էր։ Սարոյի երգեցողությունը գժական էր, Շուշանի երգեցողությունը իսկականից շատ լավն էր։ Երգը, ընտիր, ու ես ամեն կոմպոնենտը, որ իմ մեջ սենց բաժանում եմ 2.5 միավոր եմ դարձնում, ես 4 2.5 իրար միացնում, մեկը 10 չի ձևավորվում մեջս։ Այդ է, որ դժվարանում եմ բացատրել, որտեվ երբեմն լինում է, որ դու վերցնում ես երգը, բացում ես, զգում ես ամեն ինչը ճիշտ է, բայց այդ երգը չի կարողանում դառնալ քո սիրած երգը, բայց չես հասկանում ինչի։ Այդ էմոցիոնալ ֆոնն է, այդ ռեզոնանսն է, որ ամեն ինչ լավ արեցիք, բայց մի տեսակ չէր արձագանքում ոչ մի ձև այդ արածը։ Դրա համար դուք մեղավոր չէր, դրա համար մի հատ քիմիա է, որ պարզապես սրա մեջ չէր առաջանում, ինչը որ երբեմն առաջանում է մի քիչ ավելի թույլ, մի քիչ ավելի թերի կատարումների մեջ։ Եթե խնդիրը իմ ու իմ ընկալման ու ձեր տվածի մեջ է, ուրեմն խնդիրը իմ մեջ է, բայց իսկապես այդ չառաջացավ ցավոք, չնայած որ դուք ամեն ինչ արել եք։ Գոնե շնորհակալություն կասեմ հաստատ։ Շնորհակալություն։ Հրաշք Քեշիշյան, խնդրեմ։ Խնդիրը, տեսեք, երբ որ առանձին ես փորձում եմ, հա, այդ փոքր 3 րոպեանոց երգի մեջ առանձին լսել Սարոյին, ես առանձին լսում եմ Սարոյին։ Երբ ես փորձում եմ առանձին լսել Շուշանին, ես առանձին լսում եմ Շուշանին։ Այն որ ֆանտաստիկ էր երգի վերջին ռեպային հատվածը եւ որի առումով բրավո, որովհետեւ մենք նաեւ բրավո բրյունետին, որովհետեւ մենք հարագախոսության խնդիր ունենք Եվ երբ հայոց լեզվով կարողանում ես ռեպ կարդալ, այդ արդեն բան է, էլի, այդ արդեն մեծ ձեռքբերում է։ Ու ինչն է պակասում այս երգում գոնե այս ելույթի եւ այս կատարման մեջ։ Դուք միասին չէիք։ Դուք նույնիսկ այն ունիսոն տեղերում ամեն մեկը առանձին աշխարհում էիք ապրում եւ առանձին աշխարհներում էիք երգում։ Եվ երբ որ չկար այդ միքսը, որ հնչյունային ռեժիսորը միքս մաստերինգ անում ու երկու ձայները միացնում է իրար, մենք այսօր դա չզգացինք ու դա չստացանք։ Փորձեք ուղղակի լինել շատ միասին, ինչպես միջև էս եղել եք։ Շնորհակալություն այս փոքրիկ մաստեր կլասի համար, որը ցուցադրեց Հրաշք Քեշիշյանը։ Լուիզա Ներսիսյան, խնդրեմ։ Չեմ հիշում երբ էր, ինչ որ ինտերվյու էի վերցնում, որի ընթացքում հարցրեցի ինչպես եք։ Ինձ պատասխանեցին քրոնիկ լավ։ Հիմա այդ մի քիչ ժարգոնով։ Հիմա այդ քրոնիկ լավը ինքը քիչ է։ Քրոնիկ լավ լինել նշանակում է, որ լինել ստաբիլ, մի գծով, որը ես երևի թե հին մարդ եմ, ես չգիտեմ, ես երևի 21-րդ դարի մարդուց պահանջում եմ էմոցիաների sense տատանումներ, որը ավելի բնորոշ էր մեր ժամանակվա համար։ Հիմա միգուցե բոլորին բավարարի այդ էմոցիոնալ, այդ ստաբիլությունը, որը դուք ապահովում եք, բայց ես ձեզնից ուզում եմ մի հատ sense կրակ, չգիտեմ, ինչ որ մի հատ ուրիշ բան, որը դուք ձեզնից դուրս կգաք։ Եթե դուք մենահամերգով հանդես գայք, ես ոչինչ չէ, բայց դուք հասկացեք, որ դուք այստեղ մրցակցության մեջ եք։ Քրոնիկ լավը չի օգնում, պետք է լինել մի քիչ տատանումներով, այսպես։ Քրոնիկ խառը։ Քրոնիկ խառը լավ։ Դա ավելի ողջունելի է։ Այո։ Հասկացա։ Այս պարագայում երկու աստղի բեմում դա ողջունելի է։ Շնորհակալություն Լուիզա, շատ բարի։ Եվ վերջին մեկնաբանությունը Հրաչուի, խնդրեմ։ Նախ ուզում եմ ասել, որ առաջին ստուդիան ինձ թվում է շատերը ինձ հետ կհամաձայնեն, բայց հանրայինի վերջին 5 տարիների լավագույն հաղորդումներից մեկն է եղել եւ կատարումները մինչ օրս շարունակվում են YouTube-ում viewer հավաքել, ինչը հենց դրա մասին է վկայում։ Ինչ վերաբերում է
այսօրվա կատարմանը բեմը եւ հեռուստատեսությունը ռենտգենի ապարատի նման են։ Եվ շատ հստակ կարողանում են մի անգամից ցույց տալ այն ինչ որ անգամ գուցե մարդիկ ովքեր բեմում են փորձում են ցույց չտալ։ Եվ էներգիա կոչվածը, որը մենք այստեղ նստած հանդիսատեսը եւ հեռուստադիտողը մի վարքյանում զգում է, հաճախ կարողանում է երբեմն նաեւ օգնել թաքցնելու այն խնդիրները, թե վոկալային, թե պարային, թե ամեն ինչ, այսինքն շատ ավելի օգնող է դառնում։ Բայց երբ որ այդ էներգիան չկա, ինչքան էլ բեմում ամեն ինչ ճիշտ լինի, ամենակարևոր բանն է պակասում։ Շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալություն, սրանք են մեր մեկնաբանությունները, չենք նեղում, չենք ընկճվում, լինում են նաև նման դեպքեր, ամեն դեպքում շղթաներից ձերբազատվեք ու գնացեք Անի մոտ աստղասենյակ։ Մենք որոշեցինք տենց անվանել այսօր աստղասենյակ։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք։ Մենք ձեզ էներգիայի ալիք ենք այսպես էներգիայի ալիք ենք այսպես փոխանցում, կասեք ինչ տրամադրություն ունեք հիմա։ Ես իրական լիովին համաձայն եմ ժյուրի անդամների հետ, չեմ էլ ուզում արդարանամ, որ կենտրոնացած էի բարի վրա կամ շարժումների վրա, հիշելու վրա, լիովին համամիտ եմ, իմ կարծիքով էլ ես մեկը մի քիչ ավելի թույլ ենք նախորդներից, բայց ափսոս, որովհետև շատ սիրելի երգով էինք, կուզեի ավելի լավ ներկայացնեինք Բրյունետի հրաշալի երգը։ Ուզում եմ հասկանալ ինչ որ բան խանգարում էր, թե ուղղակի լարվածություն կար այսօր։ Ես լարված չէի, ուղղակի այս երգը ուրիշ ձև չէի կարող մատուցել, բայց փորձեցինք Շուշանի հետ լինել, զուլվել, բայց ժյուրի կարծիքի հետ իհարկե համամիտ ենք ու կփորձենք մյուս փուլերին այլ ավելի լավ պատրաստվել։ Իրականում դուք շատ գեղեցիկ ելույթ ունեցաք եւ ուզում եմ մի քիչ փոխենք ու ավելի տոնական դառնա տրամադրությունը, քանի որ այսօր առաջին ալիքի ծնունդն է, այո։ Ուզում եմ պատմեք ձեր առաջին հիշողություններից, առաջին ալիքի հետ կապված, օրինակ Սարոկը հիշես դու։ Ես հանրային հեռուստաընկերություն եկել եմ 2016 թվականին, երբ որ մասնակցում էի դեպի Եվրատեսիլ մրցույթին Լուսիի հետ։ Մենք եղել ենք Արամ Էմպետի խմբից, Արամ։ Ու ինձ շատ բան է տվել դեպի Եվրատեսիլը 2016 թվականին, հետո մասնակցել եմ Մասկա շոուին, եղել եմ դիսկոն։ Իսկ Շուշ դու ինչ կհիշես, դու նկարանվել ես նաև։ Ես վերջերս, հա, իմ կապը առաջին ալիքի հետ 4 երազանքի միջոցով է, միջև այդ մի հատ հարցազրույցում եղել եմ, բայց չեմ հիշում ճիշտ ասած ինչ էր, շատ շուտ էր։ Արի ուրեմն մենք ձեզ շատ չտանջենք եւ արդեն լսենք ժյուրի կարծիքը գնահատականների տեսքով Արամ։ Այո, Անի, դե ինչ, մենք անցնում ենք գնահատականներին, սկսում ենք Գարիկից, Գարիկ։ Ես շատ եմ սիրում այս զույգին եւ հուսամ, որ այս վերջին գնահատականի առիթը չի, որ ունեմ իրենց գնահատելու, իրենց դեռ կտեսնեմ ու կտեսնեմ շատ ավելի պինդ, այսօր գնահատում եմ 8։ 8, շնորհակալություն։ Հրաշ Քեշիշյան։ Իմ գնահատականը նույնպես 8 է եւ ուզում եմ հիշեցնել, որ մենք գնահատում ենք այս պահի, այս վարքյանի ելույթը եւ այս ելույթը 8։ 8, շնորհակալություն։ Լուիզա։ Ձեր կողմից հրաշք եմ ուզում, այդ իսկ պատճառով այս մեկը 8։ 8։ Շնորհակալություն, Հրաչուհի։ Ինձ մոտ ամեն ինչ ստաբիլ է։ 8։ Շնորհակալություն։ Այո, 4-8, ինչ կասեք, արդյոք ակնկալում եք այսպիսի արդյունք։ Ես իրականում ավելի ցածր էի ակնկալում ու ավելի քան շնորհակալ ենք։ Շատ շնորհակալ ենք ու շատ ուրախ ենք, խոստանում ենք, որ հաջորդ փուլերին էլ ավելի լավ կլինենք ու ժյուրիների ասածները կընդունենք, կլսենք։ Նաև միշտ լավն ենք լսել միջև ես, նաև վատը կարևոր է լսել, որ հասկանանք ինչի վրա կենտրոնանալ, ինչի վրա աշխատել։ Ուզում եմ իմանաք, որ մենք իրականում վայելել ենք ձեր ելույթը եւ ժյուրին կարծում եմ ուղղակի գիտի, որ դուք ահռելի պոտենցիալ ունեք եւ ուղղակի պոտենցիալի համեմատ այսօր այդ կարծիքը հայտնեց եւ գնահատականները դրա համար համեմատաբար մի փոքր ավելի ցածր են, բայց ես համոզված եմ, որ դուք արդարացնելու եք ձեզ հաջորդ փուլերում, իսկ հիմա արդեն կարող եք գնալ, հանգստանալ, ինձ թվում է դուք դրա կարիքը շատ ունեք, իսկ մենք արդեն կարող ենք անցնել մեր հաջորդ զույգին։ Բայց
նախ եւս մեկ անգամ փոքրիկ պատմական էքսկուրս։ Առաջին ալիքի եթերում երաժշտական նախագծեր եղել են միշտ, սկսած սովետական միության տարիների երաժշտական ֆիլմերից մինչև էքսպերիմենտալ նախագծեր արդեն նորանկախ Հայաստանում։ Այսօր որոշել ենք հիշել այդպիսի նախագծերից մեկը՝ 10+10, ավելի ճիշտ հին ու բարի մի երգ, որն այդ նախագծում յուրահատուկ ձևով մատուցվեց։ Խոսքը ով սիրուն երգի մասին է, որը կատարում էին Անդրեն եւ Նինի Շերմանդինին, միախառնելով հայերեն ու վրացերեն տարբերակները։ Անդրեն կարծեմ նահանգներում, իսկ Նինին զանգում ենք չի պատասխանում։ Երբ դա իմացան Ռոբերտոն եւ Սոնան, ասեցին՝ դե լավ, մենք կերգենք։ Բեմում են Ռոբերտո Գելտորեսը եւ Սոնա Մաթեոսյանը։ Դիմավորեք։ Ամենաբարձր։ Ամենաբարձր։ Ահա։ Ինչի եմ այդ բառը սովորեցնում, որովհետև անցյալ շաբաթ մենք ստացանք ամենաբարձր գնահատականները ժյուրիի կողմից։ Շատ տպավորված ենք անցյալ շաբաթվա մեր ելույթից։ Very emotional։ Շատ էմոցիոնալ։ Շատ էմոցիոնալ։ Զգացմունքային, էմոցիոնալ։ Էմոցիոնալ կասունք։ Երգի ընտրությունն է իմ ներրոքի ու Բայց դու հանիրա։ Դավաճանեցիր, շատ սենց կտրուկ անցանք այս շաբաթվան։ Իսկ այս շաբաթ երգելու ենք «Ով սիրուն» երգը։ Թեման հայկական հեռուստաընկերությամբ հնչած երգեր, ռետրո։ Մեկ երգ ես սովորել եմ։ Առաջին երգն է հայերեն, որ դու սովորել ես։ Այո, սոսոշ։ Մենք պատրաստ ենք, հուսով եմ դուք էլ եք պատրաստ մեր ելույթին, ու մենք ձեզ շատ սիրում ենք, շատ շնորհակալ ենք ձեր աջակցության համար։ Հա, օքեյ, շատ։ Ով սիրում իջում մոտեցա սարդիս գաղնիկը շույնացա միան մեզ սիրում ես կսիրեցի բայց դու անիրա դավաճանեցի Բայց դու անիրա դավաճանեցի Իսկ եթե հանկարծ օրերից մի օր Ես քեզ հանդիպեմ տխուրու մոլոր անգեր կդառնամ ես քո վշտերին մենակ չեմ թողնի իմ սիրած յարին անգեր կդառնամ ես քո վշտերին Մենակ չեմ թողնի իմ սիրած յարին Միան մեզ սիրով ես քեզ սիրեցի բայց դու անիրա Դավաճանեցի միան մեզ սիրով ես քեզ սիրեցի բայց դու անիրա դավաճանեցի
Հաջողություն անում։ Սոնա եւ Ռոբերտո։ Բրավո, բրավո, բրավո։ Վերջապես մենք լսեցինք Ռոբերտոյի զուլալ հայերենը, որ զուլալ հայերենը, բայց ես կարծում եմ սա միակ արժանիքը չէ, որ ժյուրին տեսել է այս ելույթի ժամանակ։ Լսենք կարծիքներ, Գարի, խնդրեմ։ Խառներ, շատ խառներ։ Մանավանդ վերջը։ Համ վերջը համ խառներ համ մի քիչ երկար էր։ Ինձ էին սպասում։ Այո, որ դու միացար խառներ են առումով, որ այն ինչ որ վերջում կատարվեց հրավառությունը շատ լավ էր, շատ գժական, դրական, հավես, երևի PC մի հատ տրամադրություն էր, որ կուզեի մի քիչ շուտ սկսել, որտեղ սկզբից երկար չէի հասկանում ինչա կատարվում։ Տարօրինակ էր, էլի սկզբից որ ռեգի տակ հայկական խմացը բարելով, բայց հավես բարեր, դա ես կուզեմ վերցնեմ ինձ գոնե պարտքով մի քանի ամսով։ Երկեցողությունն էլ տենց կուբայական երևի խառը, մի քանի բան շատ խառներ, էլի սկզբից իսկապես չէի ընկալում, ուշ մտա երգի մեջ, բայց վերջում որ սկսեցիք այդ ցրված մտքերն ու տպավորությունը հավաքել sense միտեղ ու պայթացնել, այդ ստացվեց։ Այդտեղ 100%-անով ձեր հետ էի, դրա համար արժեր մինչև վերջ համբերել հաստատ, որտեղ արդարացրեցիք։ Մերսի շատ։ Շնորհակալություն։ Հրաշք Քեշիշյան, խնդրեմ։ Շատ ճաշակով ու շատ հետաքրքիր ելույթ էր, համարեր, բեմադրություններ եւ գիտեք այս մշակույթների խառնուրդը, որ հենց հիմա մենք ականատես եղանք, ճիշտ ու հետաքրքիր էներգիան, որը արդեն գալիս է, կպել է իրար ու դարձել է տենց միասնական էներգիա, շատ գովելի է ու շատ գեղեցիկ է։ Շնորհակալություն այս գեղեցիկ լավ տրամադրությունը մեզ հաղորդելու համար, ապրեք։ Շնորհակալություն։ Լուիզա։ Ես կարող եմ ասել շնորհակալություն լատինամերիկյան թաղամասերից մեկը մեզ տեղափոխելու համար։ Գիտեք ինչ, ես լսում եմ իմ ներսին, ներքին ձայնս ինչ ասում։ Ներքին Լուիզային։ Այո, ներքին Լուիզան այդ պահին հրճվում է, թե ինքը սենց ինչ որ սենց մի կերպա ձգում։ Այս դեպքում հրճվում էր, ոգևորված էր, մանկան նման ուզում էր ծափ տար, դա պահի ազդեցությունն է, որ այդ քիմիան կայացավ։ Այսինքն դուք եւ երգը եւ բեմը բոլորդ միասին նույն տրամադրության մեջ եք։ Շնորհակալություն քեզ եւ ներքին Լուիզային։ Հրաչուի, խնդրեմ։ Անգլերեն մի էսպիսի արտահայտություն կա, ասում են less is more, այսինքն պակասը երբեմն շատ ավելին է։ Ու սկզբում ինձ համար մի քիչ ես ուզում էի այդ less-ը, այսինքն մի քիչ ուզում էի պակասեցնել, որովհետև սիրո խոստովանությունը ինձ համար շատ էստեղ էր եւ այս կողմներ եւ ոչ մի կապ չուներ նրան, այն մարդուն ում ուղղված էր այդ սիրո խոստովանությունը, ի ուրախություն մեզ վերջում այդ ամեն ինչը ստացվեց եւ իսկապես վերջում պայթյուն էր եւ դա եղավ ավելի շատ Սոնայի շնորհիվ։ Շնորհակալություն Սոնայի, եթե լիներ նման սիրո առաջարկություն հենց քո կյանքում, կուզենայի որ տենց մարդաշատ լիքը մարդ գար ու մեկը նրանց միջից ով սիրուն երկեր։ Թե ավելի լավ է մենակ։ Եթե երկողը Ռոբերտոն է լինելու։ Քանի օքով ուզում են թող գան, հա՞։ Շնորհակալություն Սոնա եւ Ռոբերտո, բարձր ծափարություններ նրանց։ Ուղեկցում ենք աստղասենյակ Անի Դիմավորի։ Սոնա եւ Ռոբերտո։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն, սենց լավ դիմավորելու համար։ Բայց դու այրա Իսկ դու կանաչ սենյակի տրամադրությունից արդեն պարզա, որ մենք ձեր համարը շատ ենք սիրել, այն շատ վառ էր։ Մի փոքր կպատմեք, ինչպես էիք նախապատրաստվել այս համարին, ում միտքն է եղել, որ հենց այս երգը կատարեք։ Երևի երգը միասին ենք դրել, քանի որ շատ քիչ ժամանակ ունենք պատրաստվելու համար, իսկապես բոլոր մասնակիցները ու անպայման ուզում ենք հայերեն երգենք, դրա համար էլ հեշտ բառերի իմաստով հեշտ երգ ենք ընտրել, Ռոբերտոն քիչ թե շատ ծանոթ էր այս երգին,
Իրականում Ռոբերտոյի գործը, որ մի փոքր հեշտացնեմ, ես արհեստական բանականության շնորհիվ թարգմանել եմ այս երգը, այնպես որ հաստատ ճիշտ կլինի, էլի ես չեմ թարգմանել, որ սխալ լիներ։ Դու կարող ես Ռոբերտո փորձել այս տարբերակով երգել, այստեղ բառերը քեզ համար առանձնացրել եմ, կարող է հանգերը չբռնի, բայց կարող ես հանգեր։ Oh hermosa, porque te acercaste, porque descubriste el secreto de mi corazón. Con un amor inocente, yo te amé. Pero tú, injusta, me traicionaste. Bravo! Bravo, Ռոբերտո։ Այս երգը կարծես բոլոր լեզուներով շատ գեղեցիկ հնչի իրականում։ Ռոբերտո, կարող ես սա ավելացնել քո երգացանկում ինչի՞ չէ, ամեն օր հենց իսպաներենով երգել։ Ահա, 100%։ Եկեք արդեն այս բարձր տրամադրությամբ լսենք ժյուրիի կարծիքը գնահատականների տեսքով։ Արամ Շնորհակալություն Անի, լատին ամերիկյան գնահատականներ են սպասվում։ Գարիկ 8 Էս է լատին ամերիկանը։ Հրաշ Կեշիշյան 9 Լուիզա Ներսիսյան Տատանվում եմ 8-9-ի մեջ, չգիտեմ։ Հարցու ներքին Լուիզային 9 Մեծամասնությունը 9 Հրաշի Ուտմազյան խնդրեմ 8 Շնորհակալություն Նախորդ անգամ դուք ունեիք ամենաբարձր միավորները, արդյոք սպասում եք, որ այս անգամ պատկերը կլինի այսպիսին։ Չնայած որ էլի բարձր միավորներ են։ Հա, շատ շնորհակալ ենք միավորների համար, երբ ամեն ինչ կարելի է սպասել այս նախագծից, այսինքն ինչքան էլ լավ փորձեր անես, երկար անես, կարա այնպիսի բան լինի բեմում անկանխատեսելի, որ ամեն ինչ շրջվի։ Օրինակ իսպանացի երգի ով սիրուն երգ այդպիսի անկանխատեսելի բան է։ Այնպես որ շատ գոհ ենք թե ելույթից, երևի հետո կնայենք ավելի հստակ ասենք եւ թե արդյունքից շատ շնորհակալ ենք։ Մենք էլ ենք շնորհակալ ձեր վառ ելույթի համար, իրականում բոլորս շատ տպավորված ենք, իսկ դուք արդեն կարող եք գնալ, հանգստանալ եւ սպասել արդեն վերջնարդյունքին, որովհետեւ հանդիսատեսը նույնպես քվեարկելու է եւ մենք շարունակում ենք անկանխատեսելի երկու աստղը եւ ասեմ, որ 2021 թվականին, երբ հայտնի դարձավ, որ առաջին ալիքը նկարահանելու եւ ցուցադրելու է Fremantle ընկերության աշխարհահռչակ The Masked Singer նախագծի հայկական տարբերակը, շատերը ուղակի շունչը պահեցին։ Աներևակայելի կերպարներ ու կոստյումներ, հայտնի մարդիկ, որոնք պետք է երգեին այնպես, որ ոչ ոք գլխի չընկնի, թե ով է իրականում դիմակի հետևում։ Բարդ կազմակերպչական աշխատանքներ, որոնց գլխավոր խնդիրն էր գաղտնի պահել մասնակիցների անունները, բայց առաջին ալիքը արեց դա։ Հենց առաջին եթերաշրջանում նախագիծը գերազանցեց բոլոր սպասելիքները, թե շոուի առումով, թե դիտումների, ու այդպես 3 եթերաշրջան։ Իսկ հիշում եք դիմականդեսի երկրորդ եթերաշրջանի ջոկերին։ Նրա կատարումներից մեկը ընտրել են Անահիտ Ադամյանը եւ Նինա Տիտանյանը, դիմավորեք։ Сладких апельсинов хочешь, слух рассказов длинных хочешь. Բարև ձեզ։ Մենք վտանգավոր գոտում էինք։ Մենք վտանգավոր գոտում չենք Գոտում եղել է։ Չգիտեմ ինչի է ինքը բոլորին է ասում, բայց մենք երբեք չենք եղել վտանգավոր գոտում։ Պետք է լինենք վտանգավոր գոտու մեջ, բայց չեղանք ու շատ ուրախ ենք այդ առիթով։ Ես Անահիտի վոկալային տվյալներով հիացած եմ ու շատ հիանում եմ իրան։ Ես էլ Նինայի արտիստիզմով եմ հիացած։ Օպրես։ Քանի որ հանրայինի ծնունդն է, դրա կապակցությամբ մենք պետքա հաղորդաշարից ընտրեինք ինչ-որ կոնկրետ հաղորդում, որից որ կվերցնենք երգ ու կկատարենք, եւ մենք վերցրել ենք Grace Kelly երգը, որը որ Ներսեսը Ավետիսյան երգելա դիմակահանդեսի ժամանակ, իդեպ ինքը հաղթեց։ Ես ինքս հետո բացահայտեց, որ Անահիտը դիմակահանդեսը շատ ենք սիրել ու այդ Ներսեսի հենց այդ համարը Walk up the door
Սենց արա, դոր, սենց արա։ Ինք սենց ակտիվ երգա ու մեջը չես կարա ուղակի կանգնած լինես բեմի վրա, պետք է անընդհատ շարժվես, ինչ-որ տարբեր գործողություններ անես, իդեպ անակնկալներ նորից են սպասվում բեմի վրա մեր կողմից, անպայման, ինչպես միշտ։ I wanna talk to you. The last time we talked, Miss Smith, you reduced me to tears. I promise you it won't happen again. Do I attract you? Do I repulse you with my queasy smile? Am I too dirty? Am I too flirty? Do I like what you like? I could be wholesome, I could be loathsome, just a little bit shy. Why don't you like me? Why don't you like me without making me try? I try to be like Grace Kelly, but her looks are so sad. So I try a little Freddy. I've got an identity mind. I could be brown, I could be blue, I could be violet, gray, I could be purple, I could be purple, I could be anything you like. Gotta bring, gotta be everything more. Why don't you like me? Why don't you like me? Walk up the door. Getting angry doesn't solve anything. How can I help you? How can I help you? How can I help what you think? Hello my baby, putting my life on a brink. Why don't you like me? Why don't you like me? Why don't you like yourself? Should I bend over just sort of bolder just to be put on your shelf? I try to be like Grace Kelly, but all her looks are so sad. So I try a little Freddy. I've got an identity tonight. I could be brown, I could be blue, I could be violet, gray, I could be purple, I could be purple, I could be anything you like. Gotta be green, gotta be mean, gotta be everything more. Why don't you like me? Why don't you like me? Walk up the door. Say what you want to satisfy yourself. Hey! 'Cause you only want what everybody else can do. I could be brown, I could be blue, I could be violet sky, I could be purple, I could be purple, anything you like. Gotta be green, gotta be mean, gotta be everything more. Why don't you talk me? Why did you want me? Walk up the door. I could be brown, I could be blue, I could be violet sky, I could be purple, I could be purple, I could be anything you like. Gotta be green, gotta be mean, gotta be everything more. Why did you like me? Why did you like me? Walk up the door. Walk up the door. Նինա Տիտանյան եւ Անահիտ Ադամյան։ Մի հատոք եկել իմ այրիկին։ Գարի կոմոդ ֆլեշբեքեր չեղան։ Ես հեսա կասեմ քեզ։ Ես հեսա կասեմ ինչի։ Հələ նայ։ Ջոկերն է։ Դու դիմական դեսի ժամանակ հետախույզ է։ Ինքը որոշել այս անգամ առանց դիմակ ելույթ ունենա ջոկերը։ Սա պայի քեզ մոտ ես գլրաստիկո կերպարը ամբողջությամբ։ Ապրեք շատ։ Դուք եզապակեցիք ֆանտաստիկ ելույթով, գունեղ ելույթով։ Լսենք մեկնաբանություններ, տեսնենք ինչ են ասում մեր ժյուրիները։ Խնդրեմ Գարիկ։ Ես ուզում եմ Նինա Տիտանյանին ասեմ բրավո տիտանական աշխատանքի համար, որ ինքը արել է։ Հավատացեք, ես ինքս չէի պատկերացնում հաջորդը Նինան ինչ պիտի անի, որ չերքելով արդարացնի երգի մեջ լինելը։ Այդ իսկապես բարդ է ու այնքան ներդնի իր մյուս տաղանդները, որ իսկապես արդարացնի։ Դու ոնց ես խաղացել ամբողջ ընթացքում, ոնց ես մեջիցդ հանել չարությունն ու նախանձը ամեն ինչ այնքան բնական, միաժամանակ այնքան ծիծաղալու ու երգելու ժամանակ այնքան ջղայնանալով երգը դրանով լղոզելով, այդ բրավո, իսկականից ապրես, շատ ապրես։ Անահիտ,
Դու երկել ես ֆանտաստիկ, բայց ես զգում եմ արդեն որ երրորդ ելույթի ժամանակ, որ դու անդադար նայում ես Նինայի կողմը։ Սա ուզում ասեմ, որ մի քիչ ոնց որ դեռ քո մտքերում դու փորձ անես, ուզենաս համոզվել, արդյոք փորձը ճիշտ է գնում, որ ելույթի ժամանակ ամեն ինչ ճիշտ լինի։ Այս ելույթի ժամանակ վերցնելով այն գժականը, որ դու արեցիր, այս անգամ այդ արդեն սկսեց խանգարել, որտեղ ես զգում եմ, որ դա մի բան է, որ կրկնվում է։ Դու ոնց որ վերջնական չտրվես մեզ, հանդիսատեսին, հեռուստադիտողին, մեջիցդ չդատարկես, այդ հավեսը չանես ու էլի անդադար լարվես, տեսնես լավ աստծուն թե չէ։ Ուզում ուշադիր լինես, այդքան ուշադիր չլինելուն։ Չգիտեմ արդեն ոնց բացատրել, որտեվ դա քեզ թող ամեն ինչ գնա, որտեվ երբ որ մենք նայում ենք Նինային, ինքը ասես վերցրել է, բեմը լցրել է ու անում ամեն ինչ, ինչ որ դուք պայմանավորվել եք հավանաբար, ու դու պետք է այդ մասը արդեն հանգիստ թողնես։ Դու էլ քո մասով պետք է սկսես ելույթ ունենալ, վայելել, որտեվ օրերով, ժամերով, չգիտեմ, չքնելով պատրաստվել եք այս մի քանի րոպեի համար, ու մի քանի րոպեին դու էլի ծախսում ես էլի համոզվելու համար, որ ճիշտ եք պատրաստվել։ Այդ արդեն պետք է վերջանա։ Այդ արդեն սկսում է խանգարել։ Քո տաղանդ ու փայլն ու ամեն ինչը սկսում է դրանից տուժել, բայց ես որպես վերջին ելույթ, այս շատ ուժեղ էր։ Ու բեմադրությունն էլ իսկականից շատ լավ էր։ Լիքը սեր սփռեցիք, ու ինչը բոլորին ցանկանում ու հուսամ ստացան։ Շնորհակալություն Գարիկ։ Այս սրտիկը քեզ Անետ ջան։ Եթե դա սրտիկա մնացել է։ Հրաշք քեշիշա, խնդրեմ։ Շատ տաղանդավոր եք։ Այս ելույթը այն վառ օրինակներից է, որտեղ կարելի է բերել հասցնել հանդիսատեսին մի տեղ, որ դահլիճը ամբողջությամբ դառնա ձերը, ժյուրին ամբողջությամբ դառնա ձերը, ես ձերն եմ, շնորհակալություն։ Գրկում եմ։ Շնորհակալություն։ Լուիզա, խնդրեմ։ Անահիտ ջան, ինչպես միշտ փայլում ես քո ֆանտաստիկ ձայնով, ուղղակի ուզում եմ խորհուրդ տալ. Don't trouble the trouble until the trouble troubles you։ Wow։ Մի անհանգստացրու անհանգստությանը, քանի անհանգստությունը չի անհանգստացրել քեզ։ Իսկ այս դեպքում անհանգստությունը դա Նինան է։ Այսինքն այդ խնդրեմը դու թող մի կողմ ինքը իրանով ապրում է, էլի։ Ինքը կարողանում է ճիշտ, հա, ուրախացի, որովհետև դու ճիշտ կարողանում ես գոյատևել բեմահարտը, այսինքն որ տարածքում էլ քեզ գցեն, դու այդտեղ դու կարողանաս, էլի, որ կարողանում ես դու քեզ գտնել ու ցույց տալ, ներկայանալ։ Այդ իսկ պատճառով ես կարող եմ ասել, ես վայելեցի մյուզիկլ, մի հետաքրքիր բեմադրություն, հա, որը արված էր սերունդ չճանաչելով, այսինքն համ մանուկները կարող են այս վայելել, համ էլ 90-անցները։ Հրաշուի, խնդրեմ։ Որպես միլենիալ, գերազանցիկության սինդրոմը հատկապես նման նախագծերում շատ խանգարում է։ Եվ երբ որ արել ես աշխատանքդ, արդեն բեմ մտնելուց առաջ պիտի բաց թողնես ամեն ինչ, ու ակի թող լինի այն ինչ որ պիտի լինի։ Նինայի պարագայում վստահաբար դա այդպես էր։ Ես ուզում եմ, որ Անահիտն էլ հաճույք ստանա process-ից, որովհետև այս օրը, այս պահը հաստատ էլ չի կրկնվելու։ Ու հետո չեմ ուզի, որ նայես ու մտածես, որ կարելի էր այս ամեն ինչը այս ձևով անել կամ այն ձևով անել։ Շնորհակալություն սրտիկնելով լի ավարտի համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, մնում է ինձ մի հարց, դուք գոհ եք ձեր ելույթից, բավարարված եք, հաճույք ստացել եք։ Այս ելույթից շատ ենք հաճույք ստացել, որովհետև ես իմ օմպլուայի մեջ էի, չգիտեմ ոնց հայերը ճիշտ ասեմ, Անահիտն է ինձ թվում է։ Մնում է միայն on դարձնել ա ու լրիվ ճիշտ է։ Ես հայերենում եմ մտածեմ, որ օյով է դրում։ Չէ, այով ճիշտ է։ Okay։ Դες պետք է լեր հոնրային, ուրեմն։ Գնացեք աստղասենյակ։ Այ բարև ձեզ։ Շատ վառ մուտք ունեցաք դուք վառ կանաչ սենյակ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Կպատմեք, թե ումն էր երգի ընտրությունը եւ ինչու հենց այս երգը։ Մեր սիրելի Մարիներ Ավանեսյան մեզ խորհուրդ տվեց այս երգը։ Ու մենք քանի որ դիմակահանդեսը նայել ենք ու շատ ենք սիրել, նամանավանդ անկեղծ Ներսես Ավետիսյանին բրավո։ Անտանելի վախ ունեմ ծաղրածուներից ու իմ համար շատ բարդ
էր։ Հայլու մեջ քեզ չեմ նայել։ Հայլու մեջ չեմ նայել այսօր, անկեղծ չգիտեմ ինչ տեսք ունեմ, եւ երկրորդը ուզում ասեմ, քանի որ այս երգը շատ բարդ երգ էր ու ես հասկացա, որ ես վոկալով չեմ ձգի, չգիտեմ, ամեն ինչ փորձել եմ անեմ բեմի վրա, կներեք ավել բանի համար, որովհետեւ եւ որ զգում եի արդեն սենց էի լում այդ բան այ ես եմ ասեմ այս սենց օր հավես եկած է։ Հիմա մեզ բոլորը շատ ուրախ հավես է։ Քանի որ այսօր համել առաջին ալիքի ծնունդն է, ուզում եմ պատմեք ձեր առաջին տպավորություններից առաջին ալիքի հետ կապված։ Անօրինակ դուք գնացել եք մանկական Եվրատեսիլին 2016 թվականին։ Քաղաքում արև։ Ես էլ կգայի քեզ հետ մեծ սիրով կպատմես հիշողություններից ինչպես էր թիմը աշխատում այդ ժամանակ, բայց հիշի, որ այստեղ 3 տեսախցիկ կա, լավ բաներ ասա։ Ինչն էր հարցը։ Ազնվացես երգ։ 2016 թվականին, երբ մասնակցում էիր մանկական Եվրատեսիլին, ինչպիսին էին տպավորություններդ, ինչ հիշողություններով ես հիմա հիշում։ Պատմեմ, երբ որ ես գնացի եւ մասնակցեցի կաստինգին, ես չգիտեի սկզբանե ինչ կաստինգ է, ինձ ուղղակի իմ ծնողները չգիտեի, հա, իրոք։ Ծնողներս տարել են, ասել են ստեղ պետք է երգել, բան չգիտեի, անկեղծ չգիտեի, ինձ թվում էր նույնիսկ ինչ որ ուրիշ պրոյեկտի մասին է խոսքը։ Մի խոսքով նստեցինք որ գնանք հետո տուն, վերջացրեցինք, մեզ զանգ եկավ, որ դուք ընտրվել եք մանկական Եվրատեսիլ, դե շատ էի ուրախացել, ընդհանրապես չէի սպասում ու տենց միտքել չունեի, բայց որ ասեցին, նենց ոգևորվեցի, արդեն ասի ու երկրորդ հորիզոնական Անահիտի վոկալային տվյալների համար ես խելագարվում եմ անկեղծ էտել ասեմ էլի։ Բոլորս։ Շատ ոգևորված եմ եկելի, որ շատ եմ խոսում, կարող եք միկրոֆոնը ձեռքիցս խլել։ Նինը, իսկ դու ինչ կասես քո առաջին հիշողությունից առաջին հետ կապված։ Ես մի հատ անկեղծ բան ասեմ, մեր ընտանիքի հետ է մեծ շատ կապվածությունը, քանի որ իմ պապիկը ստեղ եղել է հնչյունային ռեժիսոր ու ես երբ որ եկա երկու աստղ տեսա պապիկիս ընկերներին, ովքեր վերեցին իր նկարը ցույց տվեցին, ես շատ հուզվել էի։ Առաջինը դա է կապված եւ երկրորդը Աննա սերիալի հետ կապվածությունս, որովհետեւ նայել եմ փոքր ժամանակ եւ պարոն Գնունիին բարևում եմ։ Չգիտեք պարոն Գնունին, դա։ Երազում, ես չէի ուզում, իմ պարտեզում, քո անունով չեք լսել։ Ես գիտեմ որ դու գիտես։ Մենք շատ եմ սիրում, Արամեներ, չէ՞։ Արամեներ, այո։ Մի խոսքով կարելի ասել, որ քո գլխավոր հիշողությունը առաջին ալիքի հետ կապված քո պապիկն է ու երկու աստղը, չէ՞։ Այո։ Իրականում իմն էլ է երկու աստղը եւ եթե հարց է տակում թե ինչ զգեստվեմ ես այսօր, իրականում քանի որ ես առաջին եթերաշրջանում մասնակից էի, ես ուղղակի այդ նույն շորն եմ ընտրել, որով որ մասնակցում եմ, մենք այս հանդերձանքով երգել ենք Phantom of the Opera-ն ու երգելը մի քիչ ուռճացված է ասված, բայց փորձել եմ համենայն դեպքում երգել։ Այո, եւ արդեն իրականում մենք մոտեցանք այսօրվա թողարկման գրեթե ավարտին, ամեն թողարկման հետ էսա պահը ավելի շուտ է հասունանում եւ ես չեմ հասցնում էմոցիաներս կառավարեմ եւ ուզում եմ արդեն միանանք Արամին, որպեսզի նա իրականացնի հանդիսատեսի քվեարկության փուլը։ Մեր գնահատականները ժյուրի կողմից։ Կարևոր է գնահատականները։ Արդյոք կարևոր է, ուսումա կարևոր չէ, մենք լսենք, ես շատ եմ սիրում գնահատականները։ Լավ, եթե շատ եք ուզում, եկեք լսենք Արամ, ինձ համոզեցին, ես չէի ուզում։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ կարծես թե դասղեկը դասանից դուրս եկած եւ ուսուցչանոց գնացածին եւ դուք աղմկում եք, բայց նախանձելի եք աղմկում, մենք էլ այստեղ լսում ենք ձեզ եւ ուրախանում։ Հիմա տեսնենք ուրախանանք թե ոչ, որովհետեւ ես խնդրելու եմ մեր ժյուրին, որպեսզի նրանք տան գնահատականներ, Գարիկ։ Կներես, բայց ես էլ կարծիքդ կիսում եմ, իմ արել տպավորություն, որ միամիտ քեզ ավելացնում են ուրիշի ինկերների չաթի մեջ, է։ Մինչև դուրս ես գալիս, տենց այնուամենայնիվ 10-ը։ Հիմա էլ ես դասարանը կանգնացնել չի լինի։ Հրաշք Քեշիշյան, 10-ը։ Հիմա արդեն ինձ կանգնացնել չի լինի։ Լուիզա։ Կլոր օյով 9։ Ինո։ Նինան կասի։ Ինո։ Հրաչուի, խնդրեմ։ Կլոր ույով 8։ Կլոր ույով 8։ Այո։
Գնահատականները վերցեք, գնացեք սենյակ։ Ես լուրջ եմ ասում իմ համար, քանի որ լուրջ հեզվել եմ։ Հիմա բացատրեմ, քանի որ ես ամբողջ յան գերազել եմ երկեմ։ Ու իմ համար դու մոտ չի ստացում դա, բայց ես 10 եմ ստանում, իմ համար շատ հուզիչ է։ Շնորհակալ եմ։ Իրոք է, հանուն արտարացություն Իննոյի համար եմ շնորհակալ, Ութոյի համար եմ շնորհակալ, բայց 10 սենց շատ անսպասելի էր, էլի։ Դրական առումով հուզված արդեն կարող ենք մենք միանալ Արամին, որովհետեւ հանդիսատեսը նույնպես քվեարկի է։ Հուսամ հանդիսատեսը նույնպես շատ ուրախ եւ հուզված է այս պահին։ Շնորհակալություն Անի, շնորհակալություն Աստղասենյակ, շնորհակալություն սիրելի ժյուրի եւ հանդիսատես, եկավ այժմ արդեն պատասխանատու պահը, ժյուրին տվել է իր գնահատականը, այժմ ժամանակն է, որպեսզի քվեարկի հանդիսատեսը։ Ինչ պետք է անել դրա համար, պետք է գրպանից հանել բջջային հեռախոսները եւ իմ մեկնարկից հետո սկսել քվեարկել։ Պատրաստ եք արդյոք դուք։ Եթե պատրաստ եք, ուրեմն քվեարկությունը սկսված է, գնացինք։ Վերջ, շնորհակալություն, քվեարկությունն ավարտված է, շնորհակալություն քվեարկության համար, մինչ մենք ամփոփում ենք քվեարկության արդյունքները, ես առաջարկում եմ միանալ կանաչ սենյակ, նույն ինքը աստղասենյակ եւ տեսնել թե ինչ է կատարվում այնտեղ։ Անի Արամ, հիմա մեր մասնակիցները կպատմեն, թե ինչպիսին է տրամադրությունը կանաչ սենյակում, մասնակիցներ։ Ինչպես ասեր Էվան։ Ես կարծում եմ, որ հիմա բոլոր մասնակիցները ինչքան էլ ցույց են տալիս, որ իրենք շատ ուրախ են, բայց ես sense մի տեսակ լարվածություն եւ հուզմունք նկատում եմ իրենց մեջ, նաեւ ելույթների ժամանակ այսօր մեր մասնակիցները իրականում բավականին հուզված էին, բայց Արամ, ես արդեն ճանապարհում եմ քեզ մոտ ու խնդրում եմ գոնե 6 զույգին լավ նայր, էլի, գոնե մինչեւ մյուս շաբաթ տեսնեն գլխներիս ինչ ա գալիս, Արամ։ Մի խոսքով ես ձեզ արդեն ասում եմ, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ շաբաթ եւ բոլորիդ մաղթում եմ հաջողություն։ Այո! Կարող եք գնալ դեպի բեմ։ Առաջինի եթերում 2 աստղ նախագծի երկրորդ եթերաշրջանի 4-րդ թողարկումն է։ Նախագիծը մեկնարկեցինք 9 զույգով, այսօր նրանք 7-ն են, րոպեներ անց կմնան 6-ը։ Մինչ կանցնենք արդյունքների ամփոփմանը, եկեք մեկ անգամ էլ նրանց սրտանց ծափահարենք մեր արտիստներին, քանի որ նրանք ջանք չեն խնայում մեզ գեղեցկագույն հեռուստաժամանց ապահովելու համար։ Այս ծափահարությունները ձերն են, ընկերներ։ Իսկ հիմա եկեք ամփոփենք ժյուրիի ձայների վիճակագրությունը։ Այսօր ամենաբարձր թվով միավորը ժյուրիից ստացել է Անահիտը եւ Նինան։ Այո։ Եվ նրանց հակառակ ամենացածր միավորները ստացել են 2 զույգ։ Այսինքն նրանց միավորները կիսվել են ոնց որ հավասար, նույն միավորներն են տվել։ Եվ այդ զույգերն են Սոֆին եւ Զարան, եւ Սարոն եւ Շուշանը։ Բայց սա դեռ ոչ ուրախանալու, ոչ էլ տխրելու առիթ է, քանի որ այս միավորներին հենց հիմա գումարվում է հանդիսատեսի քվեարկության արդյունքը։ Մինչ կավարտենք հանդիսատեսի քվեարկության ամփոփումն ու 50-50 հարաբերակցությամբ կհամաձայնենք ժյուրիի տված միավորների հետ, ես ուզում եմ խոսքը եւս մեկ անգամ փոխանցել մեր ժյուրիի անդամներին, որպեսզի նրանք ամփոփեն այսօրվա թողարկումը։ Գարիկ Պապոյան, խնդրեմ։ Քանի որ սա տոնական հաղորդում էր, որտեղ գիտեք ինչպես սկզբից նշեցի, այսօր մայրիկիս եւ քրոջս ծնունդն էր։ Շնորհակալություն, որ նրանց ծննդյան օրը այսքան գեղեցիկ դարձրեցիք, այսքան հրաշալի ելույթ ունեցաք նրանց համար։ Ինձ հուշում են, որ նաև հանրային հեռուստաընկերության ծնունդ է այսօր, ինչի համար ուզում եմ իմ սիրելի հանրայինին, իմ երկրորդ ընտանիքին սրտան շնորհավորել եւ այո, ես կուզեմ, որպեսզի հանրային հեռուստաընկերության բոլոր ծննդյան օրերը անցնեն ձերպես վառ, ուժեղ, տաղանդավոր,
սիրված մարդկանց հետ միասին նենց որ շնորհակալություն որ մեզ դարձեցիք այս տոնի մի մասնիկ, որտեղ մենք ինքներս այդքան չնպաստեցինք, որպեսզի այս տոնը կայանա, ամեն ինչ արեցիք դուք, ու ինչքան աշխատանք որ տարել եք, ես հուսամ որ լրիվ մանրակրկիտ բոլորը նկատել են ու գնահատում են այնքան, ինչքան դուք ձեր սրտով զգում եք, որ պետքա գնահատված լինեք։ Շնորհակալություն Գարիկ, իդեպ ասեմ, որ տոնական օրը ամենաշատ 9 եւ ամենաշատ 8-երը եղան, այնպես որ արդեն ոնց որ տոնական էր ամեն ինչ։ Հրաշք Քեշիշյան, խնդրեմ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր արտիստներին, իրենց ջանքերի համար, որ կարողանում են իրենց ժամանակից հատկացնել այն մեծ մասը, որը նվիրվում է հենց երկու աստղին։ Շնորհակալություն ձեր արած աշխատանքի համար, ամեն ինչ նկատվում է, ամեն ինչ հասկանում ենք եւ դուք էլ ճիշտ հասկացեք մեզ, մենք էլ փորձում ենք, միշտ դժվար է լինել ժյուրիի տեղում նստած ու հասկանալ, որ ինչ որ ձևով պետք է դու փորձես մեկնաբանել մի աշխատանք, որը բավականին ծանր է տրվել կամ որը տրվել է որոշակի զոհողությունների շնորհիվ։ Շնորհակալություն, որ այս տոնական օրը կարողացաք այսպիսի գեղեցիկ ու հետաքրքիր տրամադրություն ստեղծել մեզ համար, հանդիսատեսի համար, հեռուստադիտողի համար եւ վստահ եմ, որ ձեր անունները նորից գրվում են հանրային հեռուստատեսության պատմության դասագրքում։ Շնորհակալություն պարոն Քեշիշյան։ Լուիզա, գեղեցկացեք այս օրը։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորեմ հանրային հեռուստաընկերության այս հրաշալի տոնի կապակցությամբ։ Ձեզ էլ մաղթեմ նորանոր բարձունքներ եւ ուզում եմ բարձր ծափարենք մեր երգիչներին, ովքեր մի կեսին, զույգի մի կեսին դուք իրոք ֆանտաստիկ եք, յուրաքանչյուրը ձեր ուրույն տեղ ունեք, դուք արդեն ապացուցել եք տարիներ շարունակ, պարզապես սա մրցույթային օր է եւ ես ցավով եմ ասում, որ այսօր պետք է ինչ-որ մեկը լքի, ես չգիտեմ, տենց հրաշքով կարող է այդպես լինել, որ տոնական օրը ոչ ոք չլքի, չի կարող տենց բան լինել։ Իրականում տոնական օրը ենթադրում էր, որ տենց պետք է լիներ, բայց խաղի կանոնները այդպեսին են, ինչ որ մեկը պետք է լքի ամեն դեպքում նախ։ Դե ինչ արած, խաղի կանոնները այդպեսին են, sorry։ Հրաշվի, խնդրեմ։ Շնորհակալ եմ շատ հիշողությունների գիրկը ինձ նետելու համար, շնորհակալություն այսօրվա շատ գունեղ եւ էներգիայով լի ելույթների համար ու իհարկե շնորհավորում եմ իմ հարազատ ու սիրելի հանրային հեռուստաընկերությանը բոլորիս հանրային ունենալու համար, այսօր արդեն հանրային առաջին ալիքի հեռուստաընտանիք ունենալու համար Հանրայինում աշխատելը եւ հանրայինի կադրում հայտնվելը մեծագույն պատասխանատվություն է եւ այո, ինչպես նշեց պարոն Քեշիշյանը, այստեղ ամեն ինչ արխիվացվում է, որովհետեւ հանրայինը վավերագրում է պատմությունը եւ այսօրվա օրն էլ դարձավ մի շատ կարեւոր հիշողություն, որովհետեւ հիմա արխիվում նշելու են 2025 թվական նոյեմբերի 29-ը եւ ելույթ ունեցան հենց այս զույգերը։ Շնորհակալություն եւ շնորհավորում եմ բոլորիս։ Շնորհակալություն ձեզ շատ մեկնաբանությունների համար, շնորհակալություն տոն է այսօր հիրավի, բայց մրցույթ է ամեն դեպքում, այնպես որ վերջ, ինձ հուշում են, որ արդյունքների հաշվարկն ավարտված է, կարող ենք հրապարակել։ Ծափարություններ Նախ կիմանանք, թե ովքեր են մնում նախագծում, իդեպ այն, թե ինչ հերթականությամբ եմ կարդում նախագծում մնացող զույգերի անունները, կախված է նրանց ստացած միավորների հետ։ Անուններն ասելու են պատահական հերթականությամբ։ Գնացինք։ Եվ այսպես այն զույգը, որը առաջինը կգնա այս տակ, ասեք, որ շոկ բեմից, թեժ բեմից, դա Արամ և Սրփուկ զույգն է։ Բարի հովացում, ինչպես ասաց Ժակը, շատ ճիշտ ասաց։ Մենք շարունակում ենք և առջևում հաջորդ զույգն է, որին տալու ենք ուղեգիր, ուղետոմս դեպի 5-րդ հաղորդում։ Եվ այդ զույգն է ինձանից ձախ կողում գտնվող Անահիտ և Նինա զույգը։ Ժյուրի միավորներով նրանք առաջինն էին շպագատով նույնպես ջերիկ ծաղրածուներին ծափահարենք։ Շնորհակալություն։ Անցնում ենք առաջ, եւս մեկ զույգի անուն ես այժմ կբարձրաձայնեմ եւ նրանք նույնպես կգնան հաջորդ փուլ։ Եվ այդ զույգն է
Ռոբերտո եւ Սոնա։ Սիրու։ Ես քո ձայնը կամաց սկսում եմ նմանակել։ Անցնում ենք առաջ, քանի զույգ մնաց, 4 կմնան շուտով 3-ը, որովհետև զույգը, որի անունը ես տալու եմ, շատ են ուրախանալու։ Լուսի եւ Ժակ։ Ես զգում եմ, որ դուք չեք հայտնվելու վտանգավոր փուլում այս անգամ, վտանգավոր հատվածում։ Փաստորեն բոլորը աչից մնացին։ Երկու զույգ թող գա դեպի ձախ։ Խնդրեմ, Սարո, եկեք դեպի ձախ ինձանից։ Ահա, սենց, անգամ սենց, այսպես կանգնենք։ Եվ այսպես 3 զույգ շատ շուտով մենք կմոտենանք վտանգավոր գոտուն։ Վերջին զույգը, որը թեթև, անհոգ, առանց վտանգավոր գոտում հայտնվելու ուրախ զվարթ կգնա հաջորդ փուլ, դա Նազիկ եւ Սևակ զույգն է։ Ինձանից ձախ կանգնածները բոլորը անցնում են հաջորդ փուլ։ Փաստորեն ստացվեց այնպես, որ վտանգավոր գոտում հայտնվել են այն զույգերը, որոնք որ ստացել են ժյուրիի կողմից ամենացածր գնահատականը, այսինքն հանդիսատես եւ ժյուրիի գնահատականները ոնց որ այս պարագայում համընկել են իրար։ Հիմա չգիտենք հանդիսատեսը լսել է ժյուրիին, թե ամեն դեպքում նրանք էլ են տենց կարծում, մի խոսքով։ Ունենք այնինչ որ ունենք։ Շուշանը, Սարոն, Զարան եւ Սոֆին հայտնվել են վտանգավոր գոտում։ Եվ այժմ ես կտամ այն զույգի անունը, ով անցնելու է հաջորդ փուլ։ Եվ այսպես նախագիծը շարունակում են Սարոն եւ Շուշանը։ Ստացվեց ինչ որ ստացվեց։ Այսօր նախագիծը լքում են Զարուհի Բաբայան եւ Սոֆի Դևանը։ Խնդրեմ այս խոսափողները ձեզ շփվեք ձեր հանդիսատեսի հետ, ժյուրիի հետ, հեռուստադիտողի հետ, ինչ ունեք ասելու, խնդրեմ։ Ես միայն կարող եմ ասել, որ շնորհակալ եմ այն տոնի համար, որ պարգևել են մեզ, որովհետև 4 հաղորդում գեղեցիկ մեկը մեկից տարբերվող անկրկնելի։ Շնորհակալ եմ այն էմոցիաների համար, որ ես ունեցել եմ լինելով բեմում իմ աղջկա հետ, այնպես որ մնացած մասնակիցներին հաջողություն։ Իրականում ես էլ անչափ շնորհակալ եմ, որովհետև ինձ համար շատ մեծ հաճույք էր մամայի հետ մի բեմում լինելը եւ երգելը, որովհետև մենք մի անգամ ապարել ենք միասին, բայց չէինք երգել եւ այս կախարդական աշխարհում լինելը ինձ համար մեծ հաճույք էր։ Շնորհակալ եմ ձեզ, ձեր արձագանքների համար, ձեր գնահատականների համար։ Ինձ համար սա իրոք մեծ մի հատ sense քայլ առաջ էր։ Շնորհակալություն ձեզ, բարձր ծափահարում ենք մեր գեղեցկուհիներին, շատ շնորհակալ ենք նախագծին մասնակցելու համար, ես ձեզ կուղեկցեմ։ Բարձր ծափահարություններ։ Երկու աստղում այսօր երգեր էին, որոնք տարբեր ժամանակներում հնչել են առաջինի եթերում։ Թողարկումն այսօր տոնական էր, քանի որ այսօր Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը դարձավ 69 տարեկան։ Մեր բազմամարդ թիմն անում է ամեն ինչ, որպեսզի բավարարվեն հեռուստադիտողի բոլոր հետաքրքրությունները՝ լրատվական, քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային, կրթական, մանկապատանեկան ու ժամանցային։ Հանրայինն այսօր ունի հեռարձակող 4 եւ թվային 1 ալիք։ Մենք հասանելի ենք ամբողջ աշխարհում։ Ես շնորհավորում եմ առաջին ալիքի նախկին ու ներկա վաստակաշատ ու նորեկ բոլոր աշխատակիցներին ու ասում եմ շնորհակալություն մեր հեռուստադիտողին, որ թույլ եք տալիս մեզ լինել ձեր կյանքի մի փոքրիկ մասնիկը։ Կհանդիպենք մեկ շաբաթից, դուք դիտում եք երկու աստղ նախագիծը առաջինի եթերում։ Գալիս ես դու ինձ մոտ, մայիս ես արևոտ, գալիս ես դու ինձ մոտ, իմ կյանքի արավոտ